Մի համեստ աշխատող լքում է իր տունը, աշխատելու ավանդական ընտանիքի առանձնատանը։ Ժամանակի ընթացքում նա յուրահատուկ կապ է ստեղծում ընտանիքի մայրապետի հետ, սակայն մանիպուլյատոր կնոջ հայտնվելը վտանգում է նրանց տան կայունությունն ու սերը։ Այս պատմությունը պատմում է սեր, հավատարմություն, արդարություն պահպանելու պայքարի մասին, խաբեության դավաճանության սյուժեի մեջտեղում։ Եթե այս պատմությունը ձեզ հետաքրքրեց, մի մոռացեք բաժանորդագրվել մեր ալիքին, ասեք մեզ, թե որ քաղաքից եք դուք մեզ դիտում, մենք շարունակում ենք։ Խոստանում եմ, որ սա կլինի լավագույն պատմությունը, որը դուք երբեք կլսեք ձեր կյանքում։ Ավտոբուսը վերջին անգամ ցնցվեց, մինչ կանգ առավ Դիլիջանի ավտոկայանում։ Մարիամը իջավ, բռնելով միայն մի 5 կտորից ճամպրուկ մի պայուսակ, մի քանի իրերով։ Նրա շագանակագույն աչքերը զարմանքի անհանգստության խառնուրդով դիտում էին գեղատեսիլ քաղաքը։ Նա երբեք այդքան մեծ շենքեր, այդքան մաքուր փողոցներ, այդքան փայլուն մեքենաներ չէր տեսել։ Նա եկել էր Լոռիի մարզի մի գյուղից, որտեղ տները պարզ էին, ճանապարհները ողաշեն, իսկ երազանքները չափազանց փոքր 22 տարեկան աղջկա կրծքի մեջ տեղավորվելու համար։ Աշխատանքի տեղավորման գործակալությունը նրան էր գտել թափուր աշխատատեղը։ Տնային աշխատող ավանդական ընտանիքի առանձնատանը։ Արդար աշխատավարձ, կանոնավոր հանգստյան օրեր, սեփական սենյակ։ Մարիամի համար, ով թողնում էր հիվանդ մորը, 2 կրտսեր եղբայրներին հորը, ով արածակից մինչ մայրամուտ դաշտում էր աշխատում, առանց հաշիվները վճարելու կարողանալու, այդ հնարավորությունը հրաշք էր։ Նա ամեն ամիս գումար կուղարկեր։ Նա կօգներ ընտանիքին հեռվից, ինչպես իր հայրենիքի շատ այլ կանայք էին անում։ Տաքսին բարձրացավ Հաղարծինի պողոտայով, անցավ հին առանձնատների ծաղկած այգիների կողքով, մինչ կանգ առավ մշակված երկաթյա դարպասի դիմաց։ Ցանկապատի միջով Մարիամը նկատեց առանձնատունը։ 3 հարկանի սպիտակ պատերով, կապույտ փեղկերով, հսկայական պատուհաններով, վարդի թփերով լի այգի, որոնք կարծես տասնամյակներ առաջ էին տնկվել։ Նա կուլ տվեց։ Դա ավելի մեծ էր, քան իր ամբողջ գյուղի եկեղեցին։ Մի տարեց աշխատող բացեց դարպասը նրան դիմավորեցը։ Ոգնած ժպիտով։ Նա ներկայացավ որպես Սիրանուշ, խոհարարուհին, ով այնտեղ էր 15 տարի։ Նա Մարիամին առաջնորդեց լայն միջանցքներով, բյուրեղյա ջահերով, պատերին կախված հին նկարներով, մինչ տան հետնամասում գտնվող փոքրիկ, բայց հարմարավետ սենյակ։ Այն պարզ էր, մաքուր, այգի նայող պատուհանով։ Մարիամը դրեց ճամպրուկը մահճակալի վրա զգաց, որ աչքերը լցվում են։ Նա երբեք սեփական սենյակ չէր ունեցել։ Սիրանուշը բացատրեց առօրյան։ Արթնանալ ժամը 6-ին, տիկնոջ համար նախաճաշ պատրաստել, տան գործերին օգնել, ուտելիք մատուցել, հագուստի մասին հոգ տանել։ Տիրուհին Հեղինե տիկինն էր, 73 տարեկան մի կին, ով 5 տարի առաջ այրացել էր, ուներ միակ որդի Ռուբեն անունով։ Նա գործարար էր, շատ էր ճանապարհորդում, գրեթե երբեք տանը չէր լինում։ Հեղինե տիկինը գրեթե մենակ էր ապրում այդ հսկայական սենյակներում հիշողություններում։ Առաջին հանդիպման ժամանակ Մարիամը զգաց, որ սիրտը սեղմվում է։ Հեղինե տիկինը նստած էր հյուրասենյակի բազկաթոռին, ուսերին շալ, պատուհանից նայում էր այգուն։ Նա ուներ սպիտակ մազեր, հավաքված էլեգանտ հանգույցով, կնճիռներ, որոնք ամբողջ կյանք էին պատկերում նրա դեմքին, կապույտ աչքեր, որոնք դեռ կենսունակությամբ էին փայլում։ Երբ նա տեսավ Մարիամին, անսպասելի քաղցրությամբ ժպտաց. «Բարի գալուստ, աղջիկս։ Ինչ է քո անունը»։ «Մարիամ, տիկին։ Պատիվ է այստեղ լինելը»։ «Պատիվը իմն է, սիրելիս։ Երկար ժամանակ էր, ինչ այստեղ նոր դեմք չէի տեսել։ Նստեք, խնդրում եմ։ Պետք չէ իմ դիմաց կանգնել, ասես օտար լինեք»։ Այդ պարզ ժեստը ինչ-որ բան շարժեց Մարիամի ներսում։ Նախորդ աշխատանքներում նրան միշտ անտարբերությամբ էին վերաբերվել, երբեմն արամարանքով։ Այստեղ, այդ առաջին կեսօրին, Հեղինե տիկինը հարցրեց նրա ընտանիքի, հայրենիքի, երազանքների մասին։ Նա իսկական ուշադրությամբ լսեց յուրաքանչյուր բառ, կարծես դա իսկապես կարող լիներ։ Երբ Մարիամը հիշատակեց հիվանդ մորը, տիկինը բռնեց նրա ձեռքը, ասաց, որ ամեն գիշեր կաղոթի նրա համար։ Առաջին օրերը հարմարվողականության էին։ Մարիամը սովորեց պատրաստել բուսական թեյը, որը Հեղինե տիկինը սիրում էր խմել երեկոյան, պարզեց, որ տիկինը նախընտրում է ավելի թեթ ուտեստներ, անգիր արեց, թե որտեղ է գտնվում յուրաքանչյուր առարկա հսկայական տանը։ Բայց ամենից շատ նրան տպավորեց մենակությունը, որը թափանցում էր այդ միջանցքներով։
Հեղինե տիկինը ժամեր էր անցկացնում այգում, զրուցելով վարդի թփերի հետ, որոնք տնկել էր հանգուցյալ ամուսինը։ Երբեմն նա կանգնում էր հին լուսանկարների դիմաց, դիպչելով լուսանկարների շրջանակների ապակուն, կարծես կարողանար անցնել ժամանակի միջով։ Մի կեսօր, թեյ մատուցելիս, Մարիամը համարձակվեց հարցնել ծաղիկների մասին։ Հեղինե տիկինը տխրությամբ ժպտաց. «Իմ Անտոնը շատ էր սիրում վարդեր։ Ասում էր, որ դրանք միակ ծաղիկներն են, որոնք արժանի են թագուհուն։ Նա յուրաքանչյուրը տնկել էր իր ձեռքերով։ Երբ նա հեռացավ, մտածեցի ամեն ինչ պոկել, որովհետև շատ էր ցավում դրանց նայելը։ Բայց հետո հասկացա, որ դա կլինի ջնջել նրա ներկայությունը այս տնից։ Այնպես որ ես հոգ տարա յուրաքանչյուր վարդի մասին, կարծես հոգ տանեի մեր սիրո հիշողության մասին»։ Մարիամը կոկորդում կապանք զգաց։ Այդ խոսքերում այնքան զգացմունք կար, այնքան նվիրում։ Այդ պահին նա որոշեց, որ ավելին կանի, քան պարզապես կաշխատի այդ տանը։ Նա ոգա այդ կնոջ մասին, ով շատ ավելին էր արժանի, քան այն մենակությունը, որը կյանքը նրան պարտադրել էր։ Շաբաթները վերածվեցին ամիսների։ Առօրյան ձեռք բերեց ջերմության երանգներ։ Հեղինե տիկինը պնդում էր, որ Մարիամը ճաշի ընթրիքի նստի իր հետ, ասում էր, որ իմաստ չունի մենակ ուտել այդքան մեծ սեղանի շուրջ։ Նրանք խոսում էին ամեն ինչի մասին։ Տիկինը պատմում էր պատմություններ, թե երբ էր երիտասարդ, այն պարերի մասին, որոնց հաճախում էր, այն օրվա մասին, երբ հանդիպեց Անտոնին, այն ուրախության մասին, որ զգացել էր Ռուբենի ծնվելիս։ Մարիամը խոսում էր գյուղում անցկացրած մանկության, գետում խաղալու, եկեղեցական տոների, այն երազանքների մասին, որոնք դեռ ուներ, մի օր ընտանիքի համար սեփական տուն ունենալու մասին։ Ժամանակի ընթացքում նրանք հասկացան, որ այդ համատեղ կյանքը վերածվել էր աշխատանքային հարաբերություններից շատ ավելի խորը բանի։ Մարիամը անհանգստանում էր, երբ Հեղինե տիկինը գիշերը հազում էր, վազում էր ավելի լավ ծածկելու նրան, տաք ապուրներ էր պատրաստում առանց որևէ մեկի խնդրանքի։ Տիկինը իր հերթին լավագույն մրգերը հում էր Մարիամի համար, քսուկներ էր գնում նրա ձեռքերի համար, որոնք միշտ ճաքճքված էին աշխատանքից, ամեն օր հարցնում էր, թե արդյոք գումարն ուղարկել է մորը։ Ռուբենը երբեմն հայտնվում էր։ Նա բարձրահասակ տղամարդ էր, մոտ 40 տարեկան, միշտ անթերի կոստյումներով, կաշվե պայուսակով։ Նա մորը քնքշանքով էր վերաբերվում, բայց տեսանելի էր, որ նա ընկղմված էր բիզնեսի աշխարհում։ Նա Մարիամին քաղաքավարիորեն ողջունում էր, շնորհակալություն էր հայտնում Հեղինե տիկնոջը հոգ տանելու համար, վերադառնում էր իր հանդիպումներին ու ճանապարհորդություններին։ Նա վատ մարդ չէր, պարզապես բացակայում էր։ Ժամանակակից կյանքը նրան վերածել էր մեկի, ով միշտ չափազանց զբաղված էր, հասկանալու համար, թե ինչն է իսկապես կարևոր։ Մի գիշեր Հեղինե տիկինը ուժեղ հազի նոպա ուներ։ Մարիամը արթնացավ աղմուկից, վազեց տիկնոջ սենյակ, նրան գտավ մահճակալին նստած, գունատ, դժվարությամբ շնչող։ Անմիջապես զանգեց Ռուբենին, ով կազմակերպեց հիվանդանոց տեղափոխվելը։ Նրանք այնտեղ մնացին մինչ լուսաբաց։ Դա պարզապես շնչառական վարակ էր, ոչ լուրջ բան, բայց վախը էր։ Տունդարձին Ռուբենը բռնեց Մարիամի թը անկեղծորեն ասաց. «Շնորհակալ եմ, որ հոգ եք տանում մայրիկիս մասին, կարծես նա ձեր ընտանիքից լիներ։ Գիտեմ, որ նա երբեմն հեշտ չէ, համառ է, բայց դուք համբերություն ունեք, որը ես այլս չունեմ։ Նա համառ չէ, Ռուբեն։ Նա մենակ է։ Եվ մենակությունը ցավում է ավելի շատ, քան ցանկացած հիվանդություն»։ Ռուբենը լռեց, կարծես այդ խոսքերը բացել էին մի վերք, որը նա նախընտրում էր փակ պահել։ Նա գլխով արեց, հաջորդ առավոտ մեկնեց մեկ այլ գործնական ուղղորության։ Հեղինե տիկինը արագ ապաքինվեց, բայց ինչ-որ բան փոխվել էր։ Նա սկսեց Մարիամին ավելի հաճախ աղջիկս անվանել, խնդրել, որ նա քնի հարան սենյակում, եթե գիշերը ինչ-որ բանի կարիք ունենար, նրան ներառել տան բոլոր որոշումներում։ Մի կեսօր, երբ նրանք միասին ջրում էին վարդի թփերը, Հեղինե տիկինը կանգ առավ, նայեց Մարիամին այդ քնքշությամբ լի կապույտ աչքերով։ «Գիտես, աղջիկս, ես շատ էի աղոթում Անտոնի հեռանալուց հետո։ Աստծուց խնդրում էի, որ ինձ թույլ չտա մենակությունից մեռնել այս հսկայական տանը։ Եվ հետո դու եկար։ Ես չեմ հավատում պատահականություններին։ Ես հավատում եմ, որ դու ինձ ուղարկված էիր»։ Մարիամը գրկեց տիկնոջը, զգալով, որ արցունքներն իջնում են։ Նա նույնպես չէր հավատում պատահականություններին։ Նա լքել էր իր հայրենիքը, աշխատանք փնտրելու համար, բայց գտել էր շատ ավելի մեծ բան։ Նա գտել էր տուն։
Նա գտել էր մի ընտանիք, որը արյունը չէր տվել, բայց սիրտը ընտրել էր։ Օրերը հանգիստ էին անցնում։ Մինչ մի կեսօր Ռուբենը եկավ ուղեկցությամբ։ Նա շուրթերին տարբեր ժպիտ ուներ, այնպիսի արտահայտություն, որը տղամարդիկ հաճախ ունեն, երբ ինչ-որ մեկի կողմից հմայված են։ Նրա կողքին սենյակ մտավ մի կին, ով Մարիամին ստիպեց անկամակ դող զգալ։ Նա գեղեցիկ էր, էլեգանտ, հագնված թանկարժեք հագուստով կրում էր ֆիրմային պայուսակ։ Մուգ մազերը կատարելապես սանրված էին, եղունգները մատնահարդարված, դիմահարդարումն անթերի։ Բայց նրա աչքերում ինչ-որ բան կար, որը չէր համապատասխանում մարզված ժպիտին։ Ինչ-որ սառը, հաշվարկող, վտանգավոր։ Մայրիկ, Մարիամ, ուզում եմ ներկայացնել Վերոնիկային։ Մենք մի քանի ամիս է, ինչ ծանոթ ենք։ Վերոնիկան ձեռքը մեկնեց հեղինե տիկնոջը։ Մի ժեստով, որն ավելի շատ արարողակարգային էր, քան անկեղծ։ Նրա հայացքը սենյակը շրջեց, կարծես ապրանք էր գնահատում։ Մարիամը նկատեց, թե ինչպես նա քթի ծայրը կնճռեց, տեսնելով հին կահույքը, թե ինչպես նրա աչքերը կանգ առան նկարների վրա, անհավանության արտահայտությամբ։ Հաճելի է ձեզ ճանաչել, հեղինե տիկին։ Ռուբենը այնքան է խոսում ձեր մասին։ Ձայնը չափազանց քաղցր էր, արհեստական։ Մարիամը գիտեր այդ տեսակի գեղձիքը։ Նա արդեն տեսել էր նման կանանց իր գյուղում, նրանց, ովքեր ժպտում էին դեմքին թիկունքից դանակահարում։ Նա քաղաքավարիորեն ողջունեց Վերոնիկային, բայց հեռու մնաց։ Այդ կնոջ հետ ինչ-որ բան այն չէր, նրա բնազդը երբեք չէր խաբում նրան։ Հեղինե տիկինը, միշտ բարի, Վերոնիկային հրավիրեց թեյի։ Ամբողջ զրույցի ընթացքում այցելուն նուրբ մեկնաբանություններ էր անում դեկորացիան արդիականացնելու անհրաժեշտության մասին, այն մասին, թե որքան շատ սպասարկում են պահանջում հին տները, այն մասին, թե որքան ավելի գործնական կլիներ ապրել ժամանակակից բնակարանում։ Ռուբենը ամեն ինչ լսում էր հիմար ժպիտով, ակնհայտորեն հմայված։ Հեղին։ Ետիկինը համբերությամբ էր պատասխանում, բայց Մարիամը տեսնում էր տխրությունը, որն աճում էր նրա աչքերում։ Երբ Վերոնիկան հեռացավ, տիկինը երկար ժամանակ լուռ մնաց։ Հաջորդ շաբաթները նկատելի փոփոխություն բերեցին առանձնատան մթնոլորտում։ Վերոնիկան սկսեց ավելի ու ավելի հաճախ հայտնվել։ Սկզբում դրանք հանգստյան օրերին պատահական այցելություններ էին, հետո շաբաթվա ընթացքում ընթրիքներ, մինչ որ նա սկսեց իրեն պահել, կարծես այդ տունն արդեն իրենը լիներ։ Նա գալիս էր առանց նախազգուշացման, բերում էր դեկորացիայի ամսագրեր, մատնացույց էր անում հին կահույքը հառաչում, կարծես տեսնում էր աղետալի առարկաներ, որոնք անհապաղ պետք է դեն նետվեին։ Մարիամը ամեն ինչ դիտում էր աճող անհանգստությամբ։ Նա նկատում էր, թե ինչպես Վերոնիկան երբեք ուղղակիորեն չէր նայում հեղինե տիկնոջը զրուցելիս, թե ինչպես էր խուսափում դիպչել տան որե առարկայի արտահայտված զզվանքով, թե ինչպես էր նրա ժպիտն անհետանում հենց այն պահին, երբ Ռուբենը դուրս էր գալիս սենյակից։ Բայց ամենից շատ նրան անհանգստացնում էր այն, թե ինչպես էր նա սկսել անել թվացյալ մեղ մեկնաբանություններ, որոնք, իրականում, մաքուր թույն էին պարունակում։ Ճաշի ժամանակ Վերոնիկան նայեց Մարիամի կողմից հեղինե տիկնոջ ավանդական բաղադրատոմսով պատրաստված մսի ափսեին կեղծ անհանգստությամբ մեկնաբանեց. Աստված իմ, Ռուբեն, սա այնքան աղ ունի։ Հեղինե տիկին, դուք չպետք է ավելի լավ վերահսկեք ձեր սնունդը։ Ձեր տարիքում նատրիումը կարող է վտանգավոր լինել սրտի համար։ Ես ունեմ հիանալի դիետոլոգ, ով կարող է տարեցների համար ավելի հարմար ճաշացանկ կազմել։ Հեղինե տիկինը իջեցրեց աչքերը, հանկարծ անվստահ դառնալով մի բանի վերաբերյալ, որը նա միշտ վարպետորեն էր արել։ Մարիամը զգաց, որ զայրույթը եռում է իր ներսում, բայց պահպանեց հանգստությունը։ Ռուբենը, ինչպես միշտ շեղված, պարզապես գլխով արեց, համաձայնվելով առանց այդ խոսքերի հետանքների մասին մտածելու։ Հաջորդ օրը Վերոնիկան բերեց պատրաստի ուտելիքներ առողջ սննդի ընկերությունից։ Անհամ, անհամեմ, անհոգի ուտելիք։ Հեղինե տիկինը լուր կերավ, բայց Մարիամը տեսավ տիկնոջ աչքերում զսպված արցունքները, երբ նա նայեց խոհանոցին, որտեղ տարիների ընթացքում սիրով այնքան բաղադրատոմսեր էին պատրաստվել։ Հարձակումները շարունակվեցին, միշտ քողարկված հոգատարությամբ։ Վերոնիկան մեկնաբանում էր հեղինե տիկնոջ հագուստի մասին, ենթադրելով, որ դրանք չափազանց հնաոճ են, որ դրանք նրան ավելի ծեր էին երում։ Նա բերեց ժամանակակից խանութների կատալոգներ, մատնացույց արեց զգեստներ, որոնք ոչ մի կապ չունեին տիկնոջ էլեգանտ դասական ոճի հետ։
Նա կասկածի տակ դրեց Հեղինե տիկնոջ առօրյան, ասելով, որ այդքան ժամանակ այգում մնալը առողջ չէ, որ ուժեղ არე կարող է խնդիրներ առաջացնել տարեց մարդու նուրբ մաշկի վրա։ Յուրաքանչյուր մեկնաբանություն փոքրիկ ասեղի խոցման պես էր։ Առանձին դրանք կարող էին թվալ անկեղծ մտահոգություն։ Բայց ամփոփված օր-օրի, դրանք կազմում էին համակարգված արժեզրկման դաժան օրինաչափություն։ Մարիամը փորձեց խոսել Ռուբենի հետ, բայց նա ամբողջովին կուրացած էր հմայքից։ Նա կարծում էր, որ Վերոնիկան ուշադիր է, ժամանակակից, մտահոգված իր մոր բարեկեցությամբ։ Մի կեսօր, երբ Մարիամը օգնում էր Հեղինե տիկնոջը ջրել վարդի թփերը, տիկինը կանգ առավ դողդոջուն ձեռքերով բռնեց ջրցանը։ Իամ, կարծում ես, որ ես չափազանց ծերանում եմ։ Արդյոք ես իսկապես հետ եմ մնում, ինչպես Վերոնիկան է ասում։ Աղջիկը թողեց իր արածը ամուր բռնեց տիկնոջ ձեռքերը։ Հեղինե տիկին, դուք ամենաէլեգանտ իմաստուն կինն եք, ում ես երբե հանդիպել եմ։ Թույլ մի տվեք, որ որևէ մեկը ձեզ ստիպի կասկածել ձեր ով լինելուն։ Այս վարդերն ապացույցն են, որ դուք տարիներ շարունակ սիրով նվիրումով եք հոգ տանում ամեն ինչի մասին։ Սա հետ մնալ չէ։ Սա արմատներ ունենալն է։ Տիկինը ժպտաց, բայց Մարիամը տեսավ, որ կասկածի սերմն արդեն ցանվել էր։ Եվ Վերոնիկան մասնագետ էր այդ սերմերը ջրելու, մինչ որ դրանք վերածվեին անվստահության ծառերի։ Վերոնիկայի այցելությունները դարձան էլ ավելի հաճախակի։ Նա սկսեց գալ առավոտյան, մնալ ամբողջ օրը, հեռանալ միայն երեկոյան։ Նա տանը շրջում էր, կարծես մտավոր գույքագրում էր անում այն ամենի, ինչ պետք է փոխվեր։ Մարիամը նրան մի քանի անգամ բռնեց սենյակների լուսանկարներ անելիս, ինչ-որ բաներ գրելիս մի փոքր նոթատետրում, տարածքներ չափելիս, պայուսակում կրած չափաժապավենով։ Հարցին պատասխանում էր այն կեղծ ժպիտով, որը Ռուբենը հմայիչ էր համարում։ Ես պարզապես մտածում եմ, թե ինչպես այս վայրը ավելի հարմարավետ դարձնել Հեղինե տիկնոջ համար։ Այդքան մեծ տունը շատ սպասարկում է պահանջում։ Միգուցե վերանորոգումը կօգներ։ Բայց Հեղինե տիկինը վերանորոգում չէր ուզում։ Այդ տունը Անտոնի հետ նրա պատմության վերջին կենդանի կտորն էր։ Յուրաքանչյուր կահույք ընտրվել էր նրանց կողմից միասին, յուրաքանչյուր նկար հիշողություն ուներ, յուրաքանչյուր սենյակ պահում էր տասնամյակների ընթացքում կիսված զրույցներ, ծիծաղներ, արցունքներ։ Դա ոչնչացնելը կլիներ սեփական գոյությունը ջնջելու պես։ Մի գիշեր Մարիամը բարձրացված ձայներ լսեց հյուրասենյակից։ Նա զգուշությամբ մոտեցավ լսեց Վերոնիկայի հեռախոսազրույցը։ Նրա ձայնը կորցրել էր իր ամբողջ արհեստական քաղցրությունը։ Ոչ, դեռ ոչ։ Բայց ես դրա վրա եմ աշխատում։ Ծերուկը դեռ չափազանց պարզամիտ է, բայց ես կամաց կվնասեմ նրան։ Ռուբենն արդեն համոզված է, որ նա ավելի շատ խնամքի կարիք ունի։ Միայն ժամանակի հարց է, մինչ նա համաձայնվի տեղափոխությանը։ Եվ երբ դա տեղի ունենա, ես ամեն ինչի վրա վերահսկողու թյուն կունենամ։ Այս տունը հսկայական կարողություն է արժե, իսկ ընկերության բաժնետոմսերը նրա անունով, ապա ասելու բան չկա։ Ես պարզապես պետք է համբերատար լինեմ, շարունակեմ իմ մտահոգ դերը խաղալ։ Մարիամը զգաց, որ արյունը սառում է։ Նա պետք է ինչ-որ բան աներ, բայց գիտեր, որ առանց ապացույցների ոչ ոք չէր հավատա նրան։ Մի պարզ տնային աշխատող, ընդդեմ մի բարդ կնոջ, ով ամբողջովին նվաճել էր տիրուհու որդուն։ Դա կլիներ նրա խոսքը, ընդդեմ Վերոնիկայի, նման առճակատման ժամանակ նա միշտ կպարտվեր։ Հենց այդ ժամանակ Մարիամը սկսեց ձայնագրել զրույցները։ Նա օգտագործում էր հին բջջային հեռախոսը, որը գնել էր առաջին աշխատավարձով, այն թաքցնելով տան ռազմավարական վայրերում, երբ Վերոնիկան գալիս էր։ Առաջին ձայնագրությունը հենց այդ հեռախոսազրույցն էր։ Հետո եկան այլ ձայնագրություններ։ Վերոնիկան ընկերուհու հետ մեկնաբանում էր, թե ինչպես էր զզվելի կեղծել համակրանքը ծերուկի հանդեպ, ով ապրում էր անցյալում։ Վերոնիկան ծիծաղում էր տան դեկորացիայից, ասելով, որ հենց որ ամեն ինչի վրա վերահսկողություն ունենա, կպոկի այդ սարսափելի վարդը։ Այգուց ժամանակակից տախտակամած կկառուցի։ Վերոնիկան պլանավորում էր, թե ինչպես համոզել Ռուբենին, մորը տարեցների տուն տեղափոխել։ Յուրաքանչյուր ձայնագրություն դանակի հարված էր Մարիամի սրտին։ Ինչպես կարող էր մեկը այդքան դաժան լինել։ Ինչպես կարող էր ոչնչացնել անմեղ մարդու կյանքը միայն ագահությունից դրդված։ Վերոնիկայի ռազմավարությունը սրվեց, երբ նա բժիշկ բերեց առանձնատուն։
Նրան ներկայացրեց որպես ծերաբանության հայտնի մասնագետ, մեկը, ով կարող էր Հեղինե տիկնոջ առողջական վիճակի ամբողջական գնահատական տալ։ Ռուբենը, միշտ վստահելով Վերոնիկային, գաղափարը հիանալի համարեց։ Նրանք նշանակեցին խորհրդակցությունը մի կեսօր, երբ Մարիամը գնումներ էր անում, բայց աղջիկը կասկածեց, որոշեց շուտ վերադառնալ։ Նա թաքնվեց միջանցքում, դիտեց ամբողջ տեսարանը։ Ենթադրյալ բժիշկը խաբուսիկ հարցեր էր տալիս, ձակերպված ցանկացած մարդու շփոթեցնելու համար։ Նա խնդրում էր Հեղինե տիկնոջը կրկնել անհնար թվերի հաջորդականություններ, անվանել առարկաներ, որոնք նա նույնիսկ ճիշտ չէր ցույց տվել, հիշել իրադարձություններ, որոնք ինքն էր հենց այդ պահին հորինում։ Երբ տիկինը բնականաբար շփոթվում էր, նա ամեն ինչ գրում էր մի նոթատետրում, լուրջ արտահայտությամբ, բացասական գլխով անելով։ Վերջում նա Ռուբենին Վերոնիկային կանչեց մասնավոր զրույցի։ Մարիամը կարողացավ մոտենալ կիսաբաց դռանը, լսել այդ անհեթեթ խաբեության յուրաքանչյուր բառը։ Ցավով եմ հայտնում, բայց Հեղինե տիկինը ցույց է տալիս ճանաչողական ֆունկցիաների առաջադեմ վատթարացման հստակ նշաններ։ Հիշողությունը վնասված է, դատողության ունակությունը նույնպես։ Իմ մասնագիտական կարծիքով, նա չպետք է շարունակի մենակ ապրել։ Նա վտանգ է ներկայացնում իր ուրիշների համար։ Ես խստորեն խորհուրդ եմ տալիս նրան տեղափոխել մասնագիտացված հաստատություն, որտեղ նա կստանա համապատասխան խնամք։ Ռուբենը գունատվեց։ Վերոնիկան իր ձեռքը դրեց նրա ուսին, ծածնելով տխրություն, բայց Մարիամը տեսավ բավարարվածության փայլը նրա աչքերում։ Ամեն ինչ սուտ էր։ Հեղինե տիկինը կատարելապես պարզամիտ էր, պարզապես մի փոքր մոռացկոտ, ինչպես իր տարիքի ցանկացած մարդ։ Բայց այդ կեղծ բժիշկը նկարել էր լուրջ հիվանդության պատկեր, որը գոյություն չուներ։ Մարիամը ուզում էր բղավել, ուզում էր մտնել սենյակ, բացահայտել ամբողջ խաբեությունը։ Բայց գիտեր, որ անմիջապես կհեռացվի։ Նրան ավելի շատ ապացույցներ էին պետք, ավելի շատ ձայնագրություններ։ Նա պետք է անհերքելի գործ կառուցեր, նախքան գործելը։ Այսպիսով նա մնաց թաքնված, ձայնագրելով այդ կեղծ խորհրդակցության յուրաքանչյուր բառը, զգալով զայրույթն ու անզորությունը, որոնք այրում էին իր կրծքի մեջ։ Այդ գիշեր Հեղինե տիկինը կործանված էր։ Ռուբենը պատմել էր ախտորոշման մասին, թե նա փորձում էր նուրբ լինել, տիկինը հասկացավ իրավիճակի լրջությունը։ Նա նստեց բազկաթոռին, որտեղ միշտ նստում էր, պատուհանից նայելով այգուն, արցունքները լուռ հոսում էին նրա կնճռոտ դեմքով։ Մարիամ, արդյոք ես իսկապես խելքս կորցնում եմ։ Երբեմն մոռանում եմ, թե որտեղ եմ դրել ակնոցներս, կամ կրկնում եմ մի պատմություն, որն արդեն պատմել եմ։ Արդյոք ես հիվանդ եմ չեմ նկատում։ Աղջիկը ծնկի իջավ բազկաթոռի կողքին, ամբողջ քնքշանքով բռնեց տիկնոջ ձեռքերը։ Հեղինե տիկին, բոլորն են մոռանում բաներ։ Ես ինքս շաբաթը առնվազն 3 անգամ մոռանում եմ, թե որտեղ եմ թողել բանալիներս։ Դա չի նշանակում, որ մենք հիվանդ ենք։ Դուք կատարյալ եք, երդվում եմ։ Մի հավատացեք այդ պատմություններին։ Բայց վնասն արդեն արված էր։ Վերոնիկան կարողացել էր կասկածի սերմը ցանել ոչ միայն Ռուբենի, այլ Հեղինե տիկնոջ սրտում։ Տիկինը սկսեց կասկածի տակ դնել յուրաքանչյուր մոռացություն, յուրաքանչյուր փոքր բաց թողում, յուրաքանչյուր բառ, որը նրանից դուրս էր գալիս։ Նա սկսեց ավելի շատ մեկուսանալ, ավելի քիչ խոսել, վախենալով սխալ բան ասել, որը կհաստատեր ենթադրյալ ախտորոշումը։ Մարիամը պետք է արագ գործեր։ Նա շարունակեց ձայնագրել բոլոր կասկածելի զրույցները, բոլոր չարամիտ մեկնաբանությունները, բոլոր ստերը, որոնք Վերոնիկան պատմում էր Ռուբենին Հեղինե տիկնոջ շփոթության ենթադրյալ դրվագների մասին, որոնք երբեք տեղի չէին ունեցել։ Նրա բջջային հեռախոսը լի էր ապացույցներով, բայց նա գիտեր, որ պետք է սպասեր ճիշտ պահին, ամեն ինչ բացահայտելու համար։ Հաջորդ օրերը նշանավորվեցին աճող լարվածությամբ, որը մութ ամպի պես կախված էր առանձնատան վրա։ Վերոնիկան հասկացել էր, որ իր ռազմավարությունը գործում է, որոշել էր էլ ավելի սեղմել շրջափակումը։ Նա սկսեց շաբաթական մի քանի գիշեր քնել տանը, զբաղեցնելով հյուրասենյակը, կարծես արդեն տան տիրուհին լիներ։ Առավոտյան նա իջնում էր նախաճաշելու, սեփականատիրական կեցվածքով Մարիամին հրամաններ տալով, թե ինչպես պատրաստել ամեն ինչ, վերադասավորելով պահարանները, փոխելով դեկորացիայի փոքր դետալները, առանց որևէ մեկից թույլտվություն խնդրելու։ Հեղինե տիկինը դառնում էր իր սեփական ստվերը։ Այն եռանդուն կինը, ում Մարիամը ճանաչել էր առաջին օրը, տեղը տվել էր մի փխրուն, անվստահ մեկին, ով անընդհատ կասկածի տակ էր դնում իր յուրաքանչյուր գործողությունը։
Նա դադարեց նույն հաճախականությամբ այգի գնալ, վախենալով, որ Արը վնաս կտա, ինչպես Վերոնիկան էր պնդում։ Նա դադարեց առաջարկել այն ուտեստները, որոնք սիրում էր ուտել, պասիվորեն ընդունելով անհամ ուտելիքները, որոնք շարունակում էին գալ։ Նույնիսկ նրա կեցվածքը փոխվեց, կարծես նա ուզում էր ավելի քիչ տեղ զբաղեցնել աշխարհում, կամաց-կամաց անհետանալ, ոչ ոքի չանհանգստացնելու համար։ Ռուբենը ավելի ու ավելի շատ էր ճանապարհորդո։ Նրա գործերը պահանջում էին մշտական ներկայություն Երանում Գյումրիում, Վերոնիկան միշտ կատարյալ պատճառներ էր գտնում, որ նա հանգիստ մեկնի։ Ասում էր, որ ինքը կհոգա ամեն ինչի մասին, որ նրա մայրը լավ ձեռքերում է, որ նա պետք չէ անհանգստանա։ Եվ Ռուբենը, միամիտ սիրահարված, հավատում էր յուրաքանչյուր բառին։ Մի առավոտ Մարիամը Հեղինե տիկնոջը գտավ մահճակալի եզրին նստած, դեռ գիշերազգեստով, նայելով ոչ մի տեղ։ Նա զգուշությամբ մոտեցավ, տեսավ, որ տիկինը հին լուսանկար էր բռնել։ Դա նրա Անտոնի հարսանիքի օրվա լուսանկարն էր։ Երկուսն էլ երիտասարդ, շողշողուն, նայում էին միմյանց, կարծես տիեզերքում միակ մարդիկ լինեին։ Գիտես, Մարիամ, երբ այս լուսանկարն արվեց, ես վստահ էի, որ երջանիկ կյանք կապրեմ։ Եվ ապրեցի։ Բայց հիմա ինձ հարցնում եմ, արդյոք ես պարզապես բեռ չեմ բոլորի համար։ Արդյոք ավելի լավ չի լինի, որ ես լինեմ այն վայրերից մեկում, որոնք Վերոնիկան է հիշատակում, որտեղ ես ոչ ոքի չէի խանգարի։ Աղջիկը նստեց տիկնոջ կողքին, ամուր գրկեց նրան։ Դուք երբեք բեռ չեք եղել։ Երբեք չեք լինի։ Այս տունը ձերն է, այ։ Սկյանքը ձերն է։ Թույլ մի տվեք, որ դա ձեզնից խլեն։ Բայց մխիթարական խոսքերը կարծես այլս չէին հասնում Հեղինե տիկնոջը։ Վերոնիկայի մշտական մեկնաբանությունների պատճառով առաջացած քայքայումը չափազանց խորն էր եղել։ Տիկինը իսկապես հավատում էր, որ բեռը դառնում, որ իր ներկայությունը անհարմար է, որ բոլորի համար ավելի լավ կլինի, եթե նա պարզապես անհետանա այդ հիշողություններով լի տնից։ Նույն շաբաթ Վերոնիկան իր արշավը նոր մակարդակի հասցրեց։ Նա սկսեց ընկերուհիներ հրավիրել առանձնատուն, միշտ Ռուբենի ներկայությամբ։ Նրանք ցույց էին տալիս սենյակները, մեկնաբանում էին գույքի ներուժի մասին, բացահայտ խոսում էին վերանորոգումների մասին, կարծես Հեղինե տիկինը նույնիսկ այնտեղ չլիներ։ Այդ այցելություններից մեկի ժամանակ Մարիամը լսեց մի զրույց, որը ստիպեց նրա արյունը եռալ։ Վերոնիկա, վստահ ես, որ կկարողանաս ծերուկին հանել այստեղից։ Որովհետև այս տունը երազանք է։ Տեղադրությունը, ապա ասելու բան չկա։ Եթե լավ վերանորոգվի, հեշտությամբ 5 միլիոն կարժենա։ Վերոնիկան պատասխանեց այն հաշվարկող ժպիտով, որը Մարիամը սովորել է։ Ատել։ Ժամանակի հարց է, սիրելիս։ Ռուբենն արդեն համոզված է, որ նա հատուկ խնամքի կարիք ունի։ Ես ավարտում եմ մանրամասները մոտակա շքեղ հաստատության հետ։ Հենց որ նա հաջորդ շաբաթ մեկնի, ես կարագացնեմ գործընթացը։ Նա կգնա այնտեղ վերջ, խնդիրը լուծված է։ Իսկ ընկերության բաժնետոմսերը։ Լսել եմ, որ դրանց մեծ մասը դեռ նրա անունով է։ Անհրաժեշտ փաստաթղթերն արդեն պատրաստել եմ։ Ես ունեմ փաստաբան, ով կհոգա ամեն ինչի մասին։ Մի լիազորագիր այստեղ, մի ստորագրություն այնտեղ, լուծված է։ Ծերուկը նույնիսկ չի հասկանա, թե ինչ է ստորագրել։ Մարիամը ստիպված էր իրեն զսպել, որպեսզի չմտնի սենյակ, չբախվի այդ իժին։ Բայց նա հանգիստ մնաց, ամեն ինչ ձայնագրեց, սպասեց։ Նա գիտեր, որ գործելու պահը մոտենում էր։ Նրան պարզապես մի քանի ապացույց էր պետք, մի բան, որը բացարձակապես անհերքելի կլիներ։ Հնարավորությունը եկավ, երբ Վերոնիկան ընդունեց այդ փաստաբանի այցը։ Մարիամը ձացրեց, թե զբաղված է միջանցքը մաքրելով, մինչդեռ երկուսը խոսում էին սենյակում։ Նա բջջային հեռախոսը թաքնված ձայնագրում էր ծաղկամանի հետում։ Զրույցը բացա։ Հայ տողեր։ Փաստաթղթերը պատրաստ են։ Դրանք 3 լիազորագրեր են, որոնք լիակատար լիազորություններ են տալիս բաժնետոմսերի, բանկային հաշիվների անշարժ գույքի վաճառքի վերաբերյալ։ Ես կարողացա կատարելապես կրկնօրինակել նրա ստորագրությունը։ Ոչ ոք չի կասկածի։ Վերոնիկան բավարարվածությամբ թերթեց թղթերը։ Կատարյալ։ Իսկ Ռուբենը ստորագրել է հոսպիտալացման թույլտվությունը։ Դեռ ոչ, բայց խնդիր չի լինի։ Ես կօգտագործեմ նրա կնիքը, որը գրասենյակի դարակում է։ Նա երբեք չի ստուգում այդ բաները։ Երբ նա հասկանա, մայրն արդեն հոսպիտալացված կլինի, շատ ուշ կլինի հետ դառնալու համար։ Իսկ եթե նա հրաժարվի գնալ։
Դրա համար էլ ես բուժքույրեր եմ վարձել։ Նրանք փորձ ունեն դիմադրող տարեցների հետ գործ ունենալու։ Նրանք կհամոզեն նրան այս կամ այն կերպ։ Փաստաբանը ծիծաղեց մի ձայն, որը Մարիամին սրտխառնոց առաջացրեց։ Դու ամեն ինչ մտածել ես։ Երբ դա տեղի ունենա, ուզում եմ, որ իմ հոնորարները ժամանակին լինեն։ Կարող եք թողնել։ Հենց որ ես մուտք ունենամ նրա հաշիվներին, դուք կստանաք պայմանավորվածը։ Մարիամը հեռացավ այնտեղից, զայրույթից ու վախից դողալով։ Դա պարզապես հոգեբանական մանիպուլյացիա չէր։ Դա գողություն էր, փաստաթղթերի կեղծում, հարկադիր հոսպիտալացում։ Դա հեղինե տիկնոջ կյանքի ամբողջական ոչնչացումն էր։ Եվ պետք է կանխվեր ցանկացած գնով։ Այդ գիշեր նա նորից փորձեց խոսել Ռուբենի հետ, բայց նա ուրախ էր նոր պայմանագրից, որը կնքել էր դժվարությամբ ուշադրություն դարձրեց նրա ասածին։ Երբ Մարիամը նշեց իր մտահոգությունները Վերոնիկայի մասին, նա պարզապես ժպտաց ասաց, որ նա չափազանցնում է, որ Վերոնիկան հիանալի է միայն իր մոր լավագույնն է ցանկանում։ Մարիամը հասկացավ, որ մենակ է այդ մարտում։ Նա չէր կարող հույս դնել Ռուբենի վրա, համենայն դեպս դեռ ոչ։ Նրան այնքան համոզիչ ապացույցներ էին պետք, որ նա այլ ընտրություն չուներ, քան տեսնել ճշմարտությունը։ Եվ այդ ապացույցները նա կստանար, նույնիսկ եթե դա լիներ վերջին բանը, որ նա կաներ։ Հաջորդ օրերին նա ուժեղացրեց հսկողությունը։ Նա ձայնագրեց Վերոնիկայի հեռախոսազրույցը շքեղ հաստատության տնօրենի հետ, հաստատելով տեղը հեղինե տիկնոջ համար ասելով, որ տեղափոխությունը կկատարվի հաջորդ շաբաթ։ Նա ձայնագրեց մեկ զրույց կեղծ բժշկի հետ, որտեղ նա ավելի շատ գումար էր խնդրում, կեղծ եզրակացության մասին լռությունը պահպանելու համար։ Նա ձայնագրեց Վերոնիկայի հրահանգները բուժքույրերին, թե ինչպես վարվել, եթե հեղինե տիկինը դիմադրի, ասելով, որ անհրաժեշտության դեպքում նրան հանգստացնեն։ Յուրաքանչյուր ձայնագրություն Վերոնիկայի կողմից հավաքված մակաբրային հանելուկի մի կտոր էր։ Եվ Մարիամը հավաքում էր դրանք բոլորը, ժամանակագրական կարգով դասավորելով, ստեղծելով ամբողջ խաբեության ամբողջական դոսիեն։ Հեղինե տիկինը մինչդեռ գրեթե հրաժարվել էր պայքարելուց։ Նա պասիվորեն ընդունեց, երբ Վերոնիկան սկսեց փաթեթավորել իր որոշ իրեր, ասելով, որ դա պարզապես պահարանը ավելի լավ կազմակերպելու համար էր։ Նա չկասկածեց, երբ տարեցների համար նախատեսված հաստատությունների կատալոգները սկսեցին հայտնվել հյուրասենյակի սեղանին։ Նա կարծես հաշտվել էր այն ճակատագրի հետ, որը ուրիշներն էին նրա համար գծում։ Մի կեսօր, երբ Մարիամը օգնում էր հեղինե տիկնոջը հագնվել, նա տեսավ հուզական վնասի չափը։ Տիկինը այնքան նիհար էր, որ հագուստը գա։ Լծես ընկնում էր նրա մարմնից։ Նա ուներ խորը մուգ շրջանակներ աչքերի տակ, կարծես օրերով չէր քնել։ Նրա ձեռքերը անընդհատ դողում էին, ոչ թե հիվանդությունից, այլ մաքուր անհանգստությունից։ Հեղինե տիկին, խնդրում եմ, մի հանձնվեք։ Ես գիտեմ, որ ամեն ինչ դժվար է, բայց դա կանցնի։ Ես խոստանում եմ, որ կանցնի։ Տիկինը նայեց Մարիամին հոգնած, անփայլ աչքերով։ Աղջիկս, դու երիտասարդ ես, ամբողջ կյանքը առջում ունես։ Ես արդեն ապրել եմ այն, ինչ պետք է ապրեի։ Եթե ես պետք է հեռանամ այս տնից, թող լինի։ Ես այլս ուժ չունեմ պայքարելու անխուսափելիի դեմ։ Այդ խոսքերը կոտրեցին Մարիամի սիրտը։ Տեսնել այդքան ուժեղ, այդքան կենսունակ կնոջը, հանգեցված հրաժարականի այդ վիճակին, չափազանց ցավալի էր։ Բայց դա նա վառելիք հանդիսացավ նրա վճռականության համար։ Նա թույլ չէր տա, որ Վերոնիկան հաղթի։ Նա թույլ չէր տա, որ հեղինե տիկնոջը պոկեն իր տնից, իր հիշողություններից, իր արժանապատվությունից։ Ռուբենը հայտնեց, որ երկուշաբթի մեկնելու է երան ամբողջ շաբաթ բացակայելու է։ Նա մի շարք կարևոր հանդիպումներ ուներ, որոնք չէր կարող հետաձգել։ Վերոնիկան անմիջապես առաջարկեց մնալ հեղինե տիկնոջը խնամելու համար, նա երախտագիտությամբ ընդունեց։ Նա նույնիսկ չկասկածեց, որ իր մորը հանձնում է նրան, ով պլանավորում էր նրան ոչնչացնել։ Ճանապարհորդության նախօրեին Մարիամը տեսարան ականատես եղավ, որը գրեթե ստիպեց նրան կորցնել հանգստությունը։ Վերոնիկան այգում էր երկու կանանց հետ, ցույց տալով վարդի թփերը, բացատրելով, թե ինչպես է մտադիր ամեն ինչ պոկել, ժամանակակից հանգստի գոտի ստեղծելու համար։ Նա վարդերի մասին արամարանքով էր խոսում, կարծես դրանք պարզապես հին ու դգեղ բույսեր լինեին, որոնք պետք է վերացվեին։ Այս վարդերը սարսափելի են։ Շատ տեղ են զբաղեցնում, մշտական խնամք են պահանջում։ Ես կդնեմ արհեստական խոտածածկ, մի քանի արմավենի, տախտակամած կկառուցեմ խորովածի համար։
Շատ ավելի գեղեցիկ գործնական կլինի։ Կանանցից մեկը հարցրեց Հեղինե տիկնոջ մասին, Վերոնիկան սառնությամբ պատասխանեց. Ահ, նա այլս այստեղ չի լինի տեսնելու համար։ Երկուշաբթի ես կլուծեմ այդ հարցը մեկընդմիշտ։ Մարիամը ամեն ինչ ձայնագրեց։ Յուրաքանչյուր բառ, յուրաքանչյուր դաժան ծիծա։ Յուրաքանչյուր չարամիտ պլան։ Նրա բջջային հեռախոսը լի էր ապացույցներով, բայց նա գիտեր, որ վճռորոշ պահը դեռ առջում էր։ Երբ Ռուբենը մեկներ, Վերոնիկան կգործեր։ Եվ հենց այդ պահին Մարիամը պետք է պատրաստ լիներ գործելու։ Երկուշաբթի առավոտը մոխրագույն էր Դիլիջանի վրա։ Ծանր ամպերը ծածկում էին երկինքը, կարծես բնությունն ինքը կանխազգում էր, որ ինչ-որ սարսափելի բան էր կատարվելու։ Ռուբենը վաղ դուրս եկավ, դեռ մութ էր, որպեսզի հասներ Երան մեկնող չվերթին։ Համբուրեց մոր ճակատը, ով դեռ քնած էր, մեկնեց չպատկերացնելով, որ Հեղինե տիկնոջը թողնում էր մի գիշատիչի ողորմությանը, ով արդեն ամեն ինչ հաշվարկել էր։ Վերոնիկան առանձնատուն հասավ նույնիսկ մինչ արի լիովին ծագելը։ Նա տարբեր էներգիա ուներ, թաքնված հուզմունք, մեկի, ով վերջապես կտեսներ իր ծրագրերի իրականացումը։ Նա նույնիսկ չսպասեց, որ Մարիամը նախաճաշ պատրաստի։ Նա ուղղակի գնաց գրասենյակ, սկսեց զանգեր կատարել։ Հաստատում եմ այսօր ժամը 2-ին։ Այո, նա պատրաստ է։ Ոչ, դիմադրություն չի լինի։ Իմ մարդիկ կապահովեն, որ ամեն ինչ հանգիստ ընթանա։ Բերեք բոլոր թղթերը, որոնք պետք է ստորագրեմ։ Մարիամը ամեն ինչ լսեց միջանցքից։ Նա զգաց, որ սիրտը արագանում է։ Այսպիսով, այսօր էր։ Վերոնիկան ընտրել էր Ռուբենի ուղղորության առաջին օրը, իր ծրագիրը իրականացնելու համար։ Նա ժամանակ չէր կորցնի։ Նա ուզում էր, որ Հեղինե տիկինը դուրս լիներ տնից, նախքան որևէ մեկը միջամտելու հնարավորություն կունենար։ Առավոտվա ընթացքում սկսեցին տարօրինակ բաներ գալ։ Նախ դատարկ ստվարաթղթե տուփեր էին, բերված տեղափոխման բեռնատարով։ Հետո եկան համազգեստով տղամարդիկ, ովքեր ներկայացան որպես մասնագիտացված տրանսպորտային ընկերության աշխատակիցներ։ Նրանք բերում էին պատգարակներ, բժշկական սարքավորումներ, փաստաթղթեր պանակներում։ Վերոնիկան նրանց ծանոթությամբ դիմավորեց, հրահանգներ տալով, թե ինչ փաթեթավորել, ինչ թողնել, ինչպես վարվել, եթե տիկինը հրաժարվի համագործակցել։ Հեղինե տիկինը ամեն ինչ դիտում էր իր բազկաթոռից, անշարժացած։ Նա չէր լացում, չէր բղավում։ Նա պարզապես նայում էր այդ կործանարար հրաժարականով, մեկի, ով այլս չէր հավատում, որ ձայն կամ արժեք ունի։ Մարիամը մոտեցավ նրան ամուր բռնեցն։ Ռա ձեռքը։ Հեղինե տիկին, դուք ինձ վստահում եք։ Տիկինը նայեց նրան հոգնած աչքերով, գլխով արեց, այո։ Ապա խոստացեք ինձ, որ մի փոքր ամուր կկառչեք։ Ես կշտկեմ սա, խոստանում եմ։ Բայց նույնիսկ խոսելիս Մարիամը զգում էր, որ վախը սեղմում է իր կրծքը։ Իսկ եթե չկարողանար։ Իսկ եթե Ռուբենը չպատասխաներ հեռախոսին։ Իսկ եթե իր ունեցած ապացույցները բավարար չլինեին։ Այդքան կասկածներ, բայց տատանվելու ժամանակ չկար։ Նա պետք է գործեր։ Նա գնաց իր սենյակ, վերցրեց բջջային հեռախոսը։ Զանգեց Ռուբենին, բայց ընկավ ձայնային փոստ։ Նորից փորձեց։ Ոչինչ։ Նա շտապ հաղորդագրություններ ուղարկեց, խնդրելով պատասխանել, ասելով, որ դա շտապ է։ Բայց ոչ մի պատասխան չեկավ։ Նա պետք է հանդիպման մեջ լիներ, հեռախոսն անջատված կամ անձայն ռեժիմում։ Հուսահատությունը սկսեց տիրել։ Գրեթե կեսօր էր, Վերոնիկան ասել էր, որ ամեն ինչ տեղի կունենա ժամը 2-ին։ Մնացել էր ընդամենը 2 ժամ։ Մարիամը փորձեց զանգել Ռուբենի քարտուղարուհուն, նրա գրասենյակին, ցանկացած մարդու, ով կարող էր գտնել նրան։ Ոչինչ չէր աշխատում։ Կարծես տիեզերքը դավադրություն ներ կազմակերպել նրա դեմ։ Նա վերադարձավ հյուրասենյակ, գտավ Վերոնիկային, ով հրահանգում էր տղամարդկանց, ինչպես փաթեթավորել Հեղինե տիկնոջ անձնական իրերը։ Կինը ցուցակ էր բռնել, նշում էր իրերը, որոշելով, թե ինչը կգնա հաստատություն, ինչը կմնա։ Նա նույնիսկ առանձնացրել էր որոշ զարդեր, ասելով, որ դրանք չափազանց վտանգավոր են ճանաչողական խնդիրներ ունեցող մարդու համար։ Հեղինե տիկինը շարունակում էր նստել, անշարժ, դիտելով, թե ինչպես իր կյանքը փաթեթավորվում է տուփերի մեջ, կարծես անարժեք ապրանք լիներ։ Մարիամը զգաց, որ արցունքները այրում են իր աչքերը, բայց չէր կարող իրեն թույլ տալ փլվել։
Նա պետք է սառը պահեր գլուխը, լուծում գտներ։ Հենց այդ ժամանակ հուսահատ գաղափար ծագեց։ Ռուբենը հյուրանոցում էր մնում երանում։ Նա չգիտեր, թե որ մեկում, բայց գիտեր, որ նա միշտ մնում էր Բաղրամյան պողոտայի շրջանում։ Այնտեղ ընդամենը մի քանի բարձրակարգ հյուրանոց կար։ Նա կարող էր զանգել յուրաքանչյուրին, մինչ գտներ նրան։ Նա փակվեց սենյակում, սկսեց կատաղի որոնումը։ Զանգեց ցուցակի առաջին հյուրանոց։ Ոչ մի Ռուբեն հյուրանո։ Ցում չէր մնում։ Երկրորդ հյուրանոց, նույն պատասխանը։ Երրորդ, չորրորդ, հինգերորդ։ Ոչինչ։ Նրա ձայնը դառնում էր ավելի ու ավելի դողդոջուն, ավելի ու ավելի հուսահատ։ Մինչ որ վեցերորդ հյուրանոցում ընդունարանի աշխատողը հաստատեց. «Այո, մենք Ռուբեն Ալմեյդա անունով հյուր ունենք այստեղ։ Ես կփոխանցեմ սենյակ»։ Հեռախոսը զանգեց 1, 2, 3 անգամ։ Ոչ ոք չէր պատասխանում։ Մարիամը գրեթե անջատեց, երբ վերջապես լսեց նրա ձայնը մյուս կողմից. «Ալո, Ռուբեն, փառք Աստծո։ Խնդրում եմ, պետք է ինձ լսեք։ Ձեր մայրը վտանգի մեջ է»։ «Մարիամ, ինչ է կատարվում։ Ես կարևոր հանդիպման մեջ եմ, կարող է սպասել»։ «Չի կարող սպասել։ Վերոնիկան հենց հիմա ամեն ինչ պատրաստում է, հեղին է տիկնոջը տարեցների հաստատություն տանելու համար։ Նա մարդիկ է վարձել, տուփեր է բերել, շտապօգնության մեքենա է գալիս ժամը 2-ին։ Եվ դա ամենը չէ։ Ես ապացույցներ ունեմ, որ ամեն ինչ պլանավորված էր։ Բժշկական ախտորոշումը կեղծ էր, փաստաթղթերը կեղծվել են, նա ուզում է գողանալ ձեր մոր բաժնետոմսերն ու գումարը։ Ես ամեն ինչ ձայնագրել եմ, Ռուբեն։ Բոլոր զրույցները, բոլոր պլանները։ Խնդրում եմ, դուք պետք է հիմա վերադառնաք։ Հեռախոսի մյուս կողմից լռություն։ Մարիամը կարող էր լսել Ռուբենի ծանր շունչը, մշակելով այն ամենը, ինչ նա հենց նոր էր լսել։ Դուք բացարձակապես վստահ եք ձեր ասածի մեջ, Մարիամ։ Ես ունեմ բոլոր ապացույցները, Ռուբեն։ Զրույցների ձայնագրություններ, պլաններ, ամեն ինչ։ Վերոնիկան այն չէ, ինչ դուք կարծում եք։ Նա միայն ձեր մոր գումարն ու ունեցվածքն է ուզում։ Եվ նա կստանա, եթե դուք հիմա չվերադառնաք։ Մեկ այլ լռություն, ավելի երկար։ Ապա Ռուբենի ձայնը, այժմ ամուր վճռական. «Թույլ մի տվեք, որ որևէ մեկը մայրիկիս տնից տանի։ Արա այն, ինչ անհրաժեշտ է կանխելու համար։ Ես հիմա դուրս եմ գալիս հյուրանոցից, ուղիղ օդանավակայան եմ գնում։ 1 ժամում չվերթ կգտնեմ Գյումրի։ Այնտեղից մեքենա կվերցնեմ առավելագույնը 3 ժամում կհասնեմ Դիլիջան։ Պահեք իրավիճակը, մինչ ես հասնեմ։ Կփորձեմ, Ռուբեն։ Խնդրում եմ, շուտ եկեք»։ Նա անջատեց հեռախոսը, ձեռքերը դողալով։ 3 ժամ։ Նա պետք է Վերոնիկային նրա հանցակիցներին պահեր 3 ժամ։ Բայց ինչպես։ Նա տնային աշխատող էր, դեմ հզոր, մանիպուլյատոր կնոջ, ով ուներ մարզված մարդիկ իր տրամադրության տակ։ Դա թվում էր անհնարին մարդ։ Նա իջավ աստիճաններով էլ ավելի շատ շարժում գտավ։ Ավելի շատ մարդիկ էին եկել։ Նա ճանաչեց կեղծ բժշկին, ուղեկցությամբ 2 ամրակազմ բուժքույրերի։ Վերոնիկան նրանց հետ ցածր ձայնով էր խոսում, ժեստեր անելով, հրահանգներ տալով։ Մարիամը կարողացավ բավական մոտենալ, զրույցի մի մասը լսելու համար։ Եթե նա դիմադրի, դուք գիտեք, թե ինչ անել։ Ես ունեմ որդու կողմից ստորագրված թույլտվությունը։ Ոչ ոք չի կասկածի։ Դա պարզապես առօրյա տեղափոխություն է ճանաչողական խնդիրներ ունեցող տիկնոջ համար, ով այլս չի կարող մենակ ապրել։ Բժիշկը գլխով արեց, բուժքույրերը ձանձրացած էին թվում, կարծես դա պարզապես մեկ աշխատանք լիներ։ Քանի անգամ էին նրանք արդեն դա արել։ Քանի տարեց էր արդեն հանվել իրենց տներից, իրենց կամքին հակառակ, կեղծ բժշկական պատրվակներով։ Մարիամը վերադարձավ հեղինե տիկնոջ մոտ։ Տիկինը հիմա կանգնած էր, պատուհանից նայելով այգուն։ Նրա ձեռքերը դիպչում էին ապակուն, կարծես նա ուզում էր անցնել դրա միջով Վերջին անգամ գնալ վարդի թփերի մոտ։ Մարիամը նկատեց, որ նա շատ ցածր ձայնով ինչ-որ բան էր ասում, գրեթե շշուկով։ Ներողություն, Անտոն։ Ներողություն, որ բավականաչափ ուժեղ չեղա մեր տունը պաշտպանելու համար։
Ներողություն, որ թույլ տվեցի, որ ոչնչացնեն այն ամենը, ինչ մենք միասին կառուցել էինք։ Դա կոտրեց Մարիամի սիրտը։ Նա մոտեցավ հետից գրկեց Հեղինե տիկնոջը, գզակը դնելով նրա ուսին։ Դեռ չի ավարտվել, Հեղինե տիկին։ Դեռ ժամանակ կա։ Ձեր Ռուբենը գալիս է։ Նա ամեն ինչ կշտկի։ Պարզապես պետք է ինձ վստահեք, մի փոքր ուժեղ լինեք։ Բայց արդյոք 3 ժամը բավարար կլիներ։ Արդյոք նրանք կկարողանային դիմակայել մինչ Ռուբենի գալը։ Մարիամը գաղտնի նայեց պատիժամացույցին։ Ժամը 1:15 էր։ 45 րոպեից շտապօգնության մեքենան կհասներ։ Եվ այդ ժամանակ կսկսվեր իսկական առճակատումը։ Վերոնիկան մտավ սենյակ, այն կեղծ ժպիտով, որը Մարիամը այդքան ատում էր։ Նա ձեռքին փաստաթղթերի պանակ ոսկեգույն գրիչ ուներ։ Հեղինե տիկին, սիրելիս, պետք է մի քանի թուղթ ստորագրեք։ Դա պարզապես հաստատության ծականություն է։ Ստանդ։ Արդ արձանագրություն։ Հեղինե տիկինը դատարկ աչքերով նայեց թղթերին, արդեն առանց պայքարելու ուժի։ Նա վերցրեց գրիչը դողդոչուն ձեռքով։ Հենց այդ ժամանակ Մարիամը միջամտեց, կանգնելով երկուսի մեջ։ Նա ոչինչ չի ստորագրի։ Վերոնիկան նրան նայեց զարմանքով, որն արագորեն վերածվեց վատ թաքնված զայրույթի։ Կներեք։ Դուք ո՞վ եք, որ միջամտում եք ընտանեկան գործերին։ Ես մեկն եմ, ով իսկապես հոգ է տանում Հեղինե տիկնոջ մասին։ Եվ ես թույլ չեմ տա, որ դուք նրան այլս խաբեք։ Սենյակում մթնոլորտը ակնթարթորեն փոխվեց։ Իրեր փաթեթավորող տղամարդիկ կանգ առան նայեցին տեսարանին։ Կեղծ բժիշկը մոտեցավ։ Վերոնիկայի դեմքի արտահայտությունը փակվեց, ամբողջ կեղծիքը անհետացավ նրա դեմքից, տեղը զիջելով մի սառը վտանգավոր բանի։ Դուք ազատված եք։ Վերցրեք ձեր իրերը, հեռացեք այս տնից հիմա։ Ես ոչ մի տեղ չեմ գնա։ Եվ Հեղինե տիկինը նույնպես չի գնա։ Վերոնիկան սպառնալից քայլ կատարեց դեպի Մարիամը, բայց աղջիկը չնահանջեց։ Նա ամուր մնաց, նույնիսկ սիրտը կրծքի մեջ արագ զարկելով։ Դրսից շտապօգնության մեքենայի շչակի ձայն էր մոտենում։ Շտապօգնության։ Մեքենան կանգ առավ առանձնատան դարպասի դիմաց, ճիշտ ժամը 2-ին։ Վերոնիկան բավարարված ժպտաց, կարծես այդ շչակի ձայնը երաժշտություն լիներ իր ականջների համար։ Նա շրջվեց դեպի Մարիամը, հաղթական հայացքով։ Ձեր փոքրիկ ներկայացումն ավարտվեց։ Հիմա հեռացեք ճանապարհից, մինչ որ ես այդ մարդկանց ստիպեմ ձեզ ուժով հեռացնել։ Մարիամը զգաց, որ սարսափը սեղմում է իր կոկորդը, բայց նա ամուր մնաց։ Նա պետք է ժամանակ շահեր։ Յուրաքանչյուր րոպե, որ նա կարող էր հետաձգել, 1 րոպե ավել էր Ռուբենի հասնելու համար։ Նա աննկատ նայեց ժամացույցին։ 2:05 էր։ Նա ասել էր 3 ժամ։ Այսինքն նա կհասներ մոտավորապես 3:30-ին, միգուցե մի փոքր շուտ, եթե արագ մեքենա գտներ օդանավակայանում։ Նա պետք է իրավիճակը պահեր առնվազն 1.5 ժամ։ Հեղինե տիկին, պետք է ուշադիր լսեք։ Ձեր Ռուբենը ամեն ինչ գիտի։ Նա հիմա գալիս է այստեղ։ Ոչինչ մի ստորագրեք, մի մտեք այդ շտապօգնության մեքենան։ Խնդրում եմ, վստահեք ինձ։ Տիկինը շփոթված աչքերով նայեց Մարիամին, հետո Վերոնիկային, հետո մոտեցող տղամարդկանց։ Նա ակնհայտորեն սարսափած էր, չի մանալով, թե ում հավատալ։ Վերոնիկան օգտվեց տատանումից։ Հեղինե տիկին, մի լսեք այդ աշխատողին։ Նա փորձում է ձեզ շփոթեցնել։ Ռուբենն ինձ լիակատար թույլտվություն է տվել ամեն ինչի մասին հոգ տանելու համար։ Տեսեք, ահա նրա ստորագրությունը փաստաթղթերում։ Ամեն ինչ կանոնակարգված է։ Դուք կգնաք մի հիանալի վայր, որտեղ կստանաք լավագույն խնամքը։ Դա ձեր իսկ բարօրության համար է։ Մարիամը տեսավ, որ Հեղինե տիկինը սկսում է զիջել։ Մանիպուլյացիան այնքան արդյունավետ էր, այնքան երկարատ, որ տիկինը իսկապես հավատում էր, որ բեռ է, որ պետք է հեռանա այդ տնից։ Նա պատրաստվում էր ընդունել իր ճակատագիրը, երբ Մարիամը հուսահատ որոշում կայացրեց։ Ապա ցույց տվեք փաստաթղթերը։ Ես ուզում եմ տեսնել ձեր Ռուբենի ստորագրած այդ թույլտվությունը։ Վերոնիկան տատանվեց վայրկյանի մի մասով, բայց արագորեն հավաքվեց։ Դուք իրավունք չունեք ոչինչ պահանջելու։ Հեռացեք ճանապարհից հիմա, հակառակ դեպքում կզղջաք։
Հենց այդ ժամանակ Մարիամը հանեց բջջային հեռախոսը գրպանից բարձրացրեց այն, որ բոլորը տեսնեն։ Ես այստեղ ունեմ ձեր բոլոր զրույցների ձայնագրու թյունները։ Ես գիտեմ կեղծ բժշկի, կեղծ եզրակացությունների, կեղծված ստորագրությունների մասին։ Ես գիտեմ, որ դուք պլանավորում եք գողանալ հեղինե տիկնոջ բաժնետոմսերն ու գումարը։ Ես ամեն ինչի ապացույցներ ունեմ։ Հաջորդած լռությունը խլացուցիչ էր։ Վերոնիկան գունատվեց, նրա աչքերը լայն բացվեցին։ Կեղծ բժիշկը մեկ քայլ հետ արեց։ Նույնիսկ բուժքույրերը անհարմարավետ թվացին։ Վերոնիկան կոտրեց լռությունը, բայց նրա ձայնը կորցրել էր իր ամբողջ կեղծ քաղցրությունը։ Հիմա դա մաքուր թույն էր։ Դուք բլեֆ եք անում։ Դուք ոչինչ չունեք։ Ես ամեն ինչ ունեմ։ Ուզում եք լսել։ Ես կարող եմ հիմա միացնել ձեր հեռախոսազրույցները, ձեր պլանները փաստաբանի հետ, այն ամենը, ինչ դուք ասել եք վարդի թփերը պոկելու մասին, հեղինե տիկնոջից ազատվելու մասին, նրա ունեցվածքի վերահսկողությունը ստանձնելու մասին։ Ամեն ինչ ձայնագրված է, ամսաթվով, ժամով։ Եվ գիտեք, թե ինչն է լավագույնը։ Ես արդեն պատճեններն ուղարկել եմ ձեր Ռուբենի էլեկտրոնային փոստին։ Նա ունի բոլոր ապացույցները։ Վերոնիկան առաջացավ դեպի Մարիամը, անվերահսկելի զայրույթով։ Տվեք ինձ։ Իդ հեռախոսը հիմա։ Մարիամը նահանջեց, պաշտպանելով սարքը կրծքին։ Բուժքույրերը մոտեցան, բայց նա բղավեց ամբողջ ուժով, որը կարողացավ հավաքել։ Եթե որը մեկը ինձ մատով դիպչի, ես այնքան բարձր կբղավեմ, որ բոլոր հարանները կլսեն։ Եվ նրանք կկանչեն ոստիկանություն։ Դուք իսկապես ուզում եք ռիսկի դիմել, դրա համար ձերբակալվելու։ Տղամարդիկ տատանվեցին։ Նրանք նայեցին Վերոնիկային, հրահանգներ սպասելով։ Նա ակնհայտորեն շփոթված էր, իր կողմից մանրակրկիտ մշակված պլանը փլուզվում էր իր աչքերի առաջ։ Նա փորձեց վերականգնել վերահսկողությունը, նորից օգտագործելով այն քաղցր տոնը, որն օգտագործում էր մանիպուլյացիայի համար։ Մարիամ, սիրելիս, կարծում եմ, որ մեծ թյուրիմացություն է եղել։ Միգուցե դուք լսել եք որոշ բաներ համատեքստից դուրս սխալ եք մեկնաբանել։ Ես միայն հեղինե տիկնոջ լավագույնն եմ ուզում։ Մենք կարող ենք հանգիստ զրուցել դրա մասին։ Զրուցելու ոչինչ չկա։ Հեղինե տիկինը չի հեռանա այս տնից։ Ոչ այսօր, ոչ երբեք, եթե դա իր կամքով չլինի։ Եվ դուք բոլորդ հիմա դուրս եկեք, մինչ ես իսկապես ոստիկանություն կանչեմ։ Կեղծ բժիշկ։ Առաջինը շարժվեց։ Նա ինչ-որ բան մրմնջաց այն մասին, որ դրա համար բավականաչափ վճարված չէր դուրս եկավ դռնով։ Բուժքույրերը արագ հետեցին նրան, ակնհայտորեն ցանկանալով հեռու մնալ այդ իրավիճակից, որը չափազանց բարդացել էր։ Մնացին միայն Վերոնիկան, Մարիամը, հեղինե տիկինը տեղափոխման մարդիկ, ովքեր շփոթված էին թվում, չիմանալով, թե ինչ անել։ Վերոնիկան վերջին փորձը կատարեց։ Դուք չգիտեք, թե ում հետ եք գործ ունենում։ Ես ունեմ փաստաբաններ, ունեմ կապեր։ Ես կոչնչացնեմ ձեր կյանքը, ձեր ընտանիքը, այն ամենը, ինչ դուք սիրում եք։ Երբ ես ձեզ հետ ավարտեմ, դուք կզղջաք, որ ծնվել եք։ Մարիամը զգաց, որ վախը անցնում է իր ողնաշարով, բայց թույլ չտվեց, որ այն երա իր դեմքին։ Արա ինչ ուզում ես։ Բայց հեղինե տիկինը մնում է այստեղ։ Հենց այդ պահին նրանք դրսից լսեցին մեքենայի կտրուկ արգելակման ձայնը։ Արագ քայլեր այգում։ Դուռը ուժով բացվեց, Ռուբենը ներս մտավ, ամբողջովին քայքայված։ Կոստյումը ջմրթված, փողկապը թուլացած, մազերը խառնված։ Նրա աչքերը շրջեցին տեսարանը, ցրված տուփերը, տարօրինակ մարդիկ, Վերոնիկան դեմքին զայրո։ Ույթի արտահայտությամբ Մարիամը պաշտպանող մոր կողքին։ Ինչ է կատարվում այստեղ։ Վերոնիկան անմիջապես վերականգնեց քաղցր դիմակը, վազեց նրա մոտ։ Սերս, լավ է, որ վերադարձար։ Այս աշխատողը խելքը կորցրել է, անհեթեթ բաներ է ասում, խանգարելով, որ ձեր մայրը ստանա այն խնամքը, որի կարիքն ունի։ Ռուբենը նայեց Մարիամին, ով պարզապես բարձրացրեց բջջային հեռախոսը։ Ռուբեն, ուզում եք լսել ձայնագրությունները հենց այստեղ, թե? Նախընտրում եք առանձին։ Նա ձեռքը մեկնեց։ Հենց այստեղ։ Ես ուզում եմ, որ բոլորը լսեն։ Մարիամը բջջային հեռախոսը միացրեց բարձրախոսին, սկսեց նվագարկել։
Առաջին ձայնագրությունը Վերոնիկայի հեռախոսազրույցն էր, պլանավորելով, թե ինչպես ազատվել ծերուկից, ինչպես նա անվանել էր Հեղինե տիկնոջը։ Նրա ձայնը արձագանքեց սենյակում, պարզ, անսխալական, սարսափելի բաներ ասելով տիկնոջ մասին, ով հիմա աճող սարսափով էր նայում նրան։ Ռուբենը գունատվեց։ Վերոնիկան փորձեց ընդհատել, ասել, որ դա մոնտաժ է, բայց նա հրամայեց նրան լռել։ Երկրորդ ձայնագրությունը փաստաբանի հետ զրույցն էր, փաստաթղթեր կեղծելու կեղծ լիազորա։ Գրեր ստորագրելու մասին։ Երրորդը Վերոնիկայի հրահանգներն էին բուժքույրերին, թե ինչպես հանգստացնել Հեղինե տիկնոջը, եթե նա դիմադրի։ Յուրաքանչյուր ձայնագրություն պայթող ռումբի պես էր։ Ռուբենը դառնում էր ավելի ու ավելի գունատ, բռունցքները սեղմված, ծնոտը կծկված։ Երբ Մարիամը նվագարկեց այն ձայնագրությունը, որտեղ Վերոնիկան ասում էր, որ կպոկի Անտոնի տնկած վարդի թփերը, Հեղինե տիկինը ցավից հառաչեց։ Այդ ծաղիկները նրա ամուսնու հետ կապող վերջին կենդանի կապն էին, ում նա այդքան սիրել էր։ Վերջին ձայնագրությունը ամենակործանարարն էր։ Դա կեղծ բժշկի հետ կեղծ խորհրդակցության ձայնագրությունն էր, հստակ ցույց տալով, թե ինչպես էին հարցերը ձակերպված շփոթեցնելու համար, թե ինչպես էր ախտորոշումը կեղծված։ Կեղծ բժշկի ձայնը հայտարարում էր, որ Հեղինե տիկինը ունի ճանաչողական ֆունկցիաների լուրջ վատթարացում, որին հաջորդում էր Վերոնիկայի ձայնը, շնորհավորելով նրան լավ կատարված աշխատանքի համար։ Երբ լռությունը վերադարձավ, Ռուբենը դողում էր։ Նա դանդաղ շրջվեց դեպի Վերոնիկան, նրա դեմքի արտահայտությունը նման էր մեկի, ով հենց նոր էր արթնացել մղձավանջից, հայտնաբերելու համար, որ իրականությունն ավելի վատն էր։ Դուք ո՞վ եք։ Դուք իսկապես ո՞վ եք։ Վերոնիկան վերջին անգամ փորձեց փրկել իրավիճակը, բայց նրա ձայնը դողդոջուն դուրս եկավ, հուսահատ։ Ռուբեն, թույլ տվեք բացատրել։ Դա այն չէ, ինչ թվում է։ Ես պարզապես ուզում էի օգնել։ Ձեր մայրն իսկապես խնամքի կարիք ունի, իսկ դուք միշտ ճանապարհորդում եք։ Նա մեկ քայլ հետ արեց, կարծես նրա ներկայությունը աղտոտում էր նրան։ Դուք պլանավորել էիք գողանալ մայրիկիս։ Ոչ միայն գումարը, ոչ միայն տունը։ Դուք պատրաստվում էիք գողանալ նրա արժանապատվությունը, նրա ինքնավարությունը, նրա կյանքը։ Դուք պատրաստվում էիք նրան փակել հաստատությունում, իր կամքին հակառակ, մինչդեռ կեղծում էիք փաստաթղթեր, գողանալու նրա ամբողջ ունեցվածքը։ Եվ դուք դեռ համարձակություն ունեցաք այս ամենը անել իմ անունից, օգտագործելով իմ վստահությունը, իմ սերը։ Արցունքները սկսեցին հոսել Վերոնիկայի դեմքով, բայց հիմա դրանք զայրույթի հիասթափության արցունքներ էին թվում, ոչ թե զղջման։ Կարծում եք, որ ես այս ամենը արեցի միայն չարուտ։ Յունից դրդված։ Ձեր մայրը ծեր է, հնացած, ապրում է անցյալում։ Այս տունը վատնում է նրա ձեռքերում։ Ես կարող էի այս ամենը վերածել իսկապես արժեքավոր բանի։ Եվ դուք սիրում էիք ինձ, Ռուբեն։ Դուք ամեն ինչ կտայիք ինձ ուրախությամբ, եթե ես մի փոքր ավելի սպասեի։ Ռուբենի դեմքի զզվանքը շոշափելի էր։ Ես երբեք չեմ սիրել քեզ։ Ես սիրել եմ այն մարդուն, ում դու ծածրել ես։ Իսկական կինը, ով հիմա իմ առջ է, մի հրեշը, ում ես նույնիսկ չեմ ճանաչում։ Դուրս եկեք իմ տնից։ Հիմա։ Վերոնիկան շուրջը նայեց, տեսավ, որ այլս անելու կամ ասելու ոչինչ չկար։ Տեղափոխման մարդիկ արդեն աննկատ հեռացել էին։ Նա ամբողջովին մենակ էր, բացահայտված, պարտված։ Նա դողդոջուն ձեռքերով վերցրեց պայուսակը, քայլեց դեպի դուռը։ Նախքան դուրս գալը, նա վերջին անգամ շրջվեց։ Դուք կզղջաք դրա համար։ Բոլորդ։ Բայց սպառնալիքը դատարկ թվաց։ Դա պարզապես մեկի վերջին շունչն էր, ով կորցրել էր ամեն ինչ։ Դուռը փակվեց նրա հետից վերջնական ձայնով։ Սենյակում ծանր լռություն տիրեց։ Ռուբենը կանգնած էր սենյակի մեջտեղում, նայելով մորը, կարծես նրան առաջին անգամ տեսնելա։ Միսների ընթացքում Վերոնիկայի հեռանալուց հետո տիրող լռությունը խիտ էր, լի զգացմունքներով, որոնք ոչ ոք չգիտեր, թե ինչպես արտահայտել։ Ռուբենը նայում էր մորը, զսպված արցունքներով, լի աչքերով։ Հեղինե տիկինը մնաց նստած իր բազկաթոռին, կրծքին սեղմած հանգուցյալ ամուսնու լուսանկարը, կարծես այդ պատկերը լիներ միակ խարիսխը, որը նրան թույլ չէր տալիս ամբողջովին փլվել։ Ռուբենն էր, ով կոտրեց լռությունը։ Նա ծնկի իջավ մոր առաջ, նուրբ բռնեց նրա ձեռքերը, կարծես նա ճենապակուց լիներ, կարողանար ցանկացած պահի կոտրվել։ Մայրիկ, կներես ինձ։ Խնդրում եմ, կներես ինձ, որ այդքան կույր էի, այդքան հիմար։
Ես պետք է նկատեի։ Ես պետք է լսեի քեզ, պետք է ուշադրություն դարձնեի։ Ես թույլ տվեցի, որ այդ կինը մտնի մեր կյանք գրեթե ոչնչացնի ամեն ինչ։ Ես գրեթե կորցրի քեզ իմ անփութության պատճառով։ Հեղինե տիկինը բարձրացրեց ձեռքերից մեկը դիպավ որդու դեմքին։ Նրա մատները դողում էին, բայց ժեստը լի էր քնքշանքով։ Դու չգիտեիր, աղջիկս։ Նա շատ լավ էր ձացնում։ Նա խաբեց բոլորիս։ Դե, գրեթե բոլորիս։ Նրա աչքերը շրջվեցին դեպի Մարիամը, ով հենված էր պատին, դեռ դողալով այն ամենի ադրենալինից, ինչ տեղի էր ունեցել։ Ռուբենը հետեց մոր հայացքին վեր կացավ։ Նա մոտեցավ Մարիամին, ի զարմանս նրա, ամուր գրկեց նրան։ Դուք փրկեցիք մայրիկիս։ Փրկեցիք իմ ամբողջ ընտանիքը։ Ես բառեր չունեմ շնորհակալություն հայտնելու այն բանի համար, ինչ դուք արեցիք։ Այն քաջությունը, որ դուք ունեցաք, հավատարմությունը, սերը։ Դուք շատ ավելին եք, քան այս տան աշխատողը, Մարիամ։ Դուք ընտանիք եք։ Եվ այսօրվանից ուզում եմ, որ ձեզ այդպես վերաբերվեն։ Արցունքները, որոնք Մարիամը զսպել էր ամբողջ այդ առճակատման ընթացքում, վերջապես հոսեցին։ Նա լացեց Ռուբենի ուսին, ազատելով ամբողջ լարվածությունը, ամբողջ վախը, ամբողջ տագնապը, որը կրել էր վերջին շաբաթների ընթացքում։ Երբ նրանք վերջապես բաժանվեցին, հեղինե տիկինը նույնպես լացում էր, բայց դրանք թեթացման երախտագիտության արցունքներ էին։ Այդ գիշեր նրանցից ոչ ոք չկարողացավ քնել։ Նրանք ուշ մնացին հյուրասենյակում, զրուցելով, մշակելով այն ամենը, ինչ տեղի էր ունեցել։ Ռուբենը խնդրեց նորից լսել բոլոր ձայնագրությունները, այս անգամ հա։ Նգիստ, հասկանալով Վերոնիկայի կողմից կազմակերպված մակաբրային պլանի ամբողջ մասշտաբը։ Յուրաքանչյուր բացահայտումով նրա դեմքն ավելի ու ավելի լուրջ էր դառնում։ Երբ նա լսեց վարդի թփերի մասին, այգին ժամանակակից տախտակամածի վերածելու պլանի մասին, նա տեսավ մոր աչքերում ցավը զգաց, որ մեղքը էլ ավելի է սեղմում իր կրծքը։ Հաջորդ օրերին Ռուբենը չեղարկեց իր բոլոր ուղղություններն ու հանդիպումները։ Նա որոշեց, որ ժամանակ կանցկացնի տանը, վերականգնելով կապը մոր հետ, ում նա այդքան ժամանակ անտեսել էր։ Նրանք խոսեցին Անտոնի մասին, երջանիկ հիշողությունների մասին, այն մենակության մասին, որին հեղինե տիկինը բախվել էր այրյանալուց հետո։ Նա իր սեփական մոր մասին բաներ հայտնաբերեց, որոնք երբեք չէր նկատել։ Նրա ուժը, նրա իմաստությունը, նրա անվերապահորեն սիրելու ունակությունը, նույնիսկ երբ նա համակարգված կերպով ոչնչացվում էր։ Մարիամը վերադարձավ իր առօրյային, բայց ամեն ինչ փոխվել էր։ Նրան այլս աշխատողի պես չէին վերաբերվում։ Նա ճաշում ընթրում էր հեղինե տիկնոջ Ռուբենի հետ գլխավոր սեղանի շուրջ, մասնակցում էր տան որո շումներին, նրան խորհրդակցում էին ամեն ինչի մասին։ Տիկինը պնդում էր նրան աղջիկս անվանել, այս անգամ այդ տիտղոսն ավելի մեծ կշիռ ուներ, պաշտոնական ճանաչում, որ արյան կապերը միակը չէին, որոնք սահմանում էին ընտանիքը։ Մի կեսօր, երբ նրանք միասին քայլում էին այգում, հեղինե տիկինը կանգ առավ վարդի թփերի դիմաց երկար ժամանակ լուռ մնաց։ Մարիամը հարգեց այդ պահը, իմանալով, որ տիկինը մտովի զրուցում էր Անտոնի հետ, պատմելով նրան այն ամենի մասին, ինչ տեղի էր ունեցել։ Գիտես Մարիամ, երբ Վերոնիկան սպառնաց պոկել այս վարդերը, ես զգացի, որ նա սպառնում էր ջնջել Անտոնի գոյության վերջին ապացույցը։ Այս ծաղիկները շատ ավելին են, քան բույսեր։ Դրանք կենդանի հիշողություն են։ Դրանք ապացույցն են, որ մեր ապրած սերը իրական է, շարունակում է ծաղկել նույնիսկ նրա հեռանալուց հետո։ Մարիամը հետից գրկեց տիկնոջը, գզակը դնելով նրա ուսին, ինչպես միշտ անում էր, երբ ուզում էր մխիթարել։ Եվ միշտ կշարունակեն ծաղկել, հեղինե տիկին։ Ոչ ոք այլս չի սպառնա դրան։ Երբեք։ Ռուբենը հեռվից դիտում էր երկուսին, զգաց, որ ինչ-որ բան շարժվ։ Ում է իր կրծքի մեջ։ Նա այնքան ժամանակ էր անցկացրել, կենտրոնանալով բիզնեսի, թվերի, ձեռնարկատիրական աճի վրա, որ մոռացել էր, թե ինչն է իսկապես կարևոր։ Նայելով այդ երկու կանանց, տարեց մորը նրան փրկած երիտասարդ կնոջը, նա հասկացավ, թե որքան դատարկ էր եղել այդ ամբողջ մասնագիտական հաջողությունը, երբ իր անձնական կյանքը փլուզվում էր, առանց նրա նկատելու։ Հենց այդ գիշեր ծագեց գաղափարը։ Նրանք երեքով ընթրում էին, երբ Ռուբենը դրեց պատառաքաղները սեղանին, լուրջ արտահայտությամբ նայեց մորը։ Մայրիկ, ես շատ եմ մտածել այն ամենի մասին, ինչ տեղի ունեցավ։ Այն մասին, թե ինչպես դուք դարձաք խոցելի, թե ինչպես մենք գրեթե կորցրինք ձեզ։
Եվ ես սկսեցի ինձ հարցնել, թե քանի այլ տարեց մարդ է նմանատիպ իրավիճակներում։ Քանի հոգի է մանիպուլյացիայի ենթարկվում, մեկուսացվում, թալանվում այն մարդկանց կողմից, ովքեր պետք է հոգ տանեն նրանց մասին։ Հեղինե տիկինը գլխով արեց, նրա աչքերը բացահայտում էին, որ նա նույնպես մտածել էր դրա մասին։ Շատ են, աղջիկս։ Իսկապես շատ։ Ծերության մենակությունը լուր համաճարակ է։ Մարդիկ ծերանում են, Եխաները չափազանց զբաղված են իրենց կյանքով, տարեցները մոռացվում են, վերաբերվելով որպես բեռ։ Եվ հետո հայտնվում են Վերոնիկայի նման մարդիկ, ովքեր այդ խոցելիության մեջ շահույթ ստանալու հնարավորություն են տեսնում։ Ապա կարծում եմ, որ մենք պետք է ինչ-որ բան անենք։ Մի բան, որն այդ սարսափելի փորձը կվերածի դրական բանի։ Մի բան, որը կօգնի այլ մարդկանց չանցնել այն, ինչ դուք անցաք։ Մարիամն էր, ով հարցրեց, թե արդեն կռահում էր պատասխանը։ Ինչ եք մտածում։ Ռուբենը խորը շունչ քաշեց, կարծես պատրաստվում էր կայացնել իր կյանքի ամենակարևոր որոշումներից մեկը։ Ես ուզում եմ ստեղծել տարեցների համար համայնքային կենտրոն։ Մի վայր, որտեղ տարեց մարդիկ կարող են ունենալ ընկերակցություն, գործունեություն, աջակցություն։ Որտեղ նրանց չեն վերաբերվի որպես բեռ, այլ որպես փորձի իմաստության գանձեր, որոնք իրականում կան։ Ես ունեմ ռեսուրսներ, ունեմ կապեր։ Ես կարող եմ դա իրականացնել։ Բայց ինձ պետք եք դուք երկուստ, որ օգնեք ինձ կառուցել իսկապես հատուկ բան։ Հեղինե տիկինը Մարիամը նայեցին միմյանց, զարմացած հուզված։ Դա հենց այնպիսի նախագիծ էր, որը իմաստ կտար այն ամբողջ տառապանքին, որին նրանք բախվել էին։ Դա ցավը կվերածեր հույսի, տրավման նպատակի։ Հաջորդ շաբաթներին նախագիծը արագորեն ձևավորվեց։ Ռուբենը Դիլիջանի ելքի մոտ մի մեծ հողամաս գնեց, լեռների տեսարանով, բավարար տարածքով այգիների, գործունեության սենյակների, գրադարանի, համայնքային խոհանոցի համար։ Նա ճարտարապետներ վարձեց նախագծելու համար մի հարմարավետ տարածք, որը չէր թվա ինստիտուցիոնալ, այլ տան շարունակություն։ Հեղինե տիկինը ամբողջովին ներգրավվեց պլանավորման մեջ։ Հանկարծ նա նորից նպատակ ուներ։ Նա այլս մենակ տիկինը չէր, ով սպասում էր օրերի անցնելուն։ Նա մեկն էր, ով կարող էր օգտագործել իր փորձը ուրիշներին օգնելու համար։ Նա առաջարկում էր գործունեություն, մտածում էր դեկորացիայի մասին, ընտրում էր պատերի գույները։ Նա ուզում էր, որ ամեն ինչ ջերմություն, հյուրընկալություն, արժանապատվություն հաղորդեր։ Մարիամը նշանակվեց նախագծի փոխտնօրեն։ Նա պատասխանատու կլիներ ամենօրյա գործունեության համակարգման, ընտանիքների հետ շփման, կամավորների ընտրության համար։ Դա հսկայական պատասխանատվություն էր, բայց նա ընդունեց այն բնորոշ վճռականությամբ, մեկի, ով բախվել էր հրեշի հաղթել։ Շինարարությունը տեց 6 ամիս։ Ամբողջ այդ ընթացքում նրանց երեքի միջ հարաբերություններն էլ ավելի խորացան։ Ռուբենը սովորեց հավասարակշռել աշխատանքն ու ընտանիքը, նա ներկա էր, մասնակցում էր, լսում էր։ Նա հայտնաբերեց, որ իր մայրը շատ ավելին ուներ առաջարկելու, քան նա երբեք պատկերացրել էր։ Յուրաքանչյուր պատմություն, որ նա պատմում էր իր կյանքի մասին, դաս էր, յուրաքանչյուր խորհուրդ, մաքուր ոսկի։ Մարիամը վերջապես կարողացավ իր հիվանդ մորը բերել Դիլիջան։ Նա առանձնատան մոտ մի փոքր տուն համապատասխան բուժումներ գտավ։ Նրա եղբայրները նույնպես եկան, սովորելով լավ դպրոցներում, որոնք Ռուբենը օգնեց ձեռք բերել։ Այն ընտանիքը, որը նա թողել էր Լորիի մարզի գյուղում, հիմա միացած էր, ապրելով արժանապատվությամբ, ապագայով։ Երբ Անտոն Ալմեյդայի համայնքային կենտրոնը բացվեց, հարյուրավոր մարդիկ ներկա էին։ Հեղինե տիկինը պնդել էր, որ կենտրոնը կրի հանգուցյալ ամուսնու անունը, ասելով, որ նա հպարտ կլիներ։ Եսնելով, որ իր անունը կապված է այդքան գեղեցիկ բանի հետ։ Տարածքը իսկապես հատուկ էր։ Ծաղկած այգիներ, ներառյալ վարդի թփերի մի ամբողջ ծաղկանոց, որը հեղինե տիկինը անձամբ էր տնկել, լայն պայծառ սենյակներ, գրադարան, համայնքի կողմից նվիրաբերված գրքերով, խոհանոց, որտեղ տարեցները կարող էին միասին պատրաստել վերակենդանացնել ընտանեկան բաղադրատոմսեր։ Բացման օրը հեղինե տիկինը հուզիչ ելույթ ունեցավ։ Նա խոսեց մենակության, արժանապատվության մասին, այն մասին, թե ինչպես ոչ ոք չպետք է մերժվի պարզապես ծերանալու պատճառով։ Նա խոսեց Մարիամի մասին, մի երիտասարդ կնոջ քաջության մասին, ով ամեն ինչ ռիսկի դրեց ճիշտը անելու համար։ Նա խոսեց Ռուբենի մասին, այն մասին, թե ինչպես իր որդին ցավը վերածել էր նպատակի։
Եվ նա խոսեց Անտոնի մասին, այն մասին, թե ինչպես այդ կենտրոնը նրանց կիսած սիրո շարունակությունն էր, մի սեր, որն այժմ բազմապատկվում էր հասնում տասնյակ, հարյուրավոր մարդկանց։ Առաջին տարեցները հաջորդ շաբաթ սկսեցին հաճախել կենտրոն։ Նրանք ընտանիքներից մերժված, մենակ մարդիկ էին, ոմանք ֆինանսական միջոցներով, ոմանք առանց որևէ բանի։ Կարևոր չէր։ Բոլորը ընդունվում էին նույն քնքշանքով, նույն հարգանքով, նույն արժանապատվությամբ։ Հեղինե տիկինը ամեն օր այնտեղ էր, զրուցելով, պատմություններ լսելով, մխիթարություն առաջարկելով։ Մարիամը համակարգում էր գործունեությունը, համայնքային ճաշերը, արհեստագործության արվեստանոցները, ընթերցանության խմբերը։ Ռուբենը պարբերաբար հայտնվում էր, բերելով ոչ միայն ռեսուրսներ, այլ իր ներկայությունը, ապացուցելով, որ տարեցների խնամքը միայն կանանց կամ մասնագետների խնդիր չէր, այլ ամբողջ հասարակության։ 5 տարի էր անցել այն սարսափելի օրվանից, երբ Վերոնիկան գրեթե ոչնչացրել էր ամեն ինչ։ Անտոն Ալմեյդայի համայնքային կենտրոնը վերածվել էր շատ ավելին, քան պարզապես հանգստի վայր։ Դա շարժում էր, հղում, հույսի խորհրդանիշ Գյումրու մարզի տարեցների համար։ Առաջին կենտրոնի հաջողությունը հանգեցրեց 3 ստորաբաժանումների բացմանը։ Մեկը Էջմիածնում, մեկը Վանաձորում, ամենավերջինը Երանի ծայրամասային համայնքներից մեկում։ Յուրաքանչյուրը պահպանում էր նույն սկզբունքները՝ արժանապատվություն, հարգանք, անվ երապահ հյուրընկալություն։ Կարևոր չէր՝ մարդը գումար ուներ, թե ոչ, ընտանիք ուներ, թե մենակ էր, առողջ էր, թե հատուկ խնամքի կարիք ուներ։ Բոլորը ողջունվում էին։ Հեղինե տիկինը ամբողջովին փոխվել էր։ 78 տարեկանում նա ավելի եռանդուն էր, քան երբևէ։ Նրա օրակարգը լի էր հանդիպումներով, դասախոսություններով, պաշտոնյաների հետ հանդիպումներով, քննարկելու տարեցների համար պետական քաղաքականությունները։ Նա դարձել էր կարևոր ձայն տարեցների իրավունքների պաշտպանության մեջ, օգտագործելով իր սեփական փորձը որպես օրինակ, թե ինչ չպետք է պատահի ոչ ոքի հետ։ Մարիամը, այժմ 27 տարեկան, հսկայական աճ էր ապրել։ Նա այլևս այն ամաչկոտ գյուղացի աղջիկը չէր, ով եկել էր մեծ քաղաք, աշխատանք փնտրելու։ Նա հարգված մասնագետ էր, բոլոր կենտրոնների գլխավոր համակարգողը, պատասխանատու ավելի քան 50 աշխատակիցների հարյուրավոր կամավորների թիմի համար։ Նա ավարտել էր սոցիալական աշխատանքի դասընթացը, որը Ռուբենը պնդել էր վճարել, օգտագործում էր ձեռք բերված գիտելիքները, մշտապես բարելավելու առաջարկվող ծրագրերը։ Ռուբենը նույնպես փոխվել էր։ Նա շարունակում էր հաջողակ գործարար լինել, բայց այժմ նրա առաջնահերթություններն այլ էին։ Նա կտրուկ կրճատել էր ճանապարհորդությունները, ավելի շատ պարտականություններ էր պատվիրակել իր ժամանակի առնվազն կեսը նվիրում էր սոցիալական նախագծին, որը դարձել էր նրա իսկական կիրքը։ Նա նույնիսկ գիրք էր գրել այդ փորձի մասին, պատմելով, թե ինչպես էր գրեթե կորցրել մորը, թե ինչպես դա նրան դրդել էր ստեղծել մի բան, որն ավելի մեծ էր, քան ինքը։ Կենտրոնի 5-րդ տարեդարձը կնշվեր մեծ միջոցառմամբ։ Նրանք վարձել էին հսկայական տարածք բնօրինակ կենտրոնի շենքում, այգիներում տաղավարներ էին տեղադրել, խնջույք էին պատրաստել։ Հարյուրավոր մարդիկ էին հրավիրվել, կենտրոններ հաճախող տարեցներ, նրանց ընտանիքները, կամավորներ, պաշտոնյաներ, նախագիծը սատարող գործարարներ, մամուլը, որը տարիների ընթացքում հետել էր այդ նախաձեռնության աճին։ Տոնակատարության առավոտյան Հեղինե տիկինը վաղ արթնացավ։ Նա գնաց առանձնատան այգի, որտեղ Անտոնի տնկած վարդի թփերը շարունակում էին շքեղորեն ծաղկել։ Նա ծնկի իջավ ծաղիկների դիմաց ցածր ձայն։ Ով զրուցեց, ինչպես միշտ անում էր, երբ ուղղորդման կարիք ուներ կամ պարզապես ուզում էր կիսվել ինչ-որ կարևոր բանով։ Այսօր հատուկ օր է, սերս։ 5 տարի է անցել, ինչ գրեթե ամեն ինչ կորցրի։ Բայց տես, թե ինչ է առաջացել այդ խավարից։ Տես, թե քանի կյանքի են դիպել, քանի մարդ է հույս գտել այնտեղ, որտեղ միայն մենակություն կար։ Դու այնքան հպարտ կլինեիր։ Եվ գիտես, թե ինչն է ամենագեղեցիկը։ Մեր ընտանիքը մեծացել է։ Ռուբենը գտել է իր նպատակը։ Եվ Մարիամը, այդ աղջիկը, ով այստեղ եկավ առանց որևէ բանի, դարձավ այն դուստրը, ում մենք երբեք չունեցանք։ Այն ընտանիքը, որը արյունը մեզ չտվեց, սիրտը ընտրեց։ Ռուբենը պատուհանից դիտում էր մորը, տեսնելով, թե ինչպես է նա զրուցում ծաղիկների հետ։ Նա ժպտաց։ Նա սովորել էր, որ այդ զրույցները դեմենցիայի կամ շփոթության նշան չէին, ինչպես Վերոնիկան փորձել էր ներկայացնել։ Դրանք պարզապես այն ձն էին, որով մայրը պահպանում էր ամբողջ կյանքի սերը։ Եվ դրանում գեղեցկություն կար, ոչ թե հիվանդություն։
Մարիամը աստիճաններով իջավ, արդեն հագնված տոնակատարության համար։ Նա կրում էր էլեգանտ կապու։ It's guest, որը հեղինե տիկինը պնդել էր գնել նրա համար։ Նրա մազերը հավաքված էին բարդ հանգույցով, շատ տարբեր այն պարզ հյուսից, որը նա սովորաբար կրում էր, երբ եկել էր առանձնատուն։ Բայց նրա աչքերը մնացել էին նույնը, շագանակագույն, բարի, լի վճռականությամբ։ Երեքը միասին նախաճաշեցին, ինչպես ամեն առավոտ էին անում։ Դա սուրբ ծես էր, որը ոչ ոք չէր համարձակվում խախտել։ Նրանք խոսեցին միջոցառման մասին, այն ելույթների մասին, որոնք յուրաքանչյուրը կունենար, այն անակնկալների մասին, որոնք պատրաստել էին։ Օդում հատուկ էներգիա կար, ուրախության երախտագիտության խառնուրդ։ Միջոցառումը սկսվեց ժամը 2-ին։ Կենտրոնի այգիները լեփ-լեցուն էին։ Բոլոր ստորաբաժանումների տարեցները բերվել էին հատուկ ֆուրգոններով։ Շատերին ուղեկցում էին ընտանիքի անդամները, ովքեր վերականգնել էին կապը իրենց սիրելիների հետ կենտրոնի աշխատանքի շնորհիվ։ Կենդանի երաժշտություն կար, կերակուրներով լի սեղաններ, գունագեղ դեկորացիա, որը ոչ մի ինստիտուցիոնալ բան չուներ, բայց ջերմություն տոնակատարություն էր հաղորդում։ Ելույթները սկսվեցին ժամը 4-ին։ Առաջինը 85 տարեկան Բեատրիս անունով մի տիկին էր, ով առաջին օրվանից հաճախում էր կենտրոն։ Նրա պատմությունը ամենահուզիչներից մեկն էր։ Նրան ընտանիքը թողել էր մի վատ վիճակում գտնվող ծերանոցում, որտեղ նրան վերաբերվում էին որպես թիվ, ոչ թե մարդ։ Երբ նա իմացավ Անտոն Ալմեյդայի կենտրոնի մասին, նա փախավ ծերանոցից հայտնվեց դռան մոտ, ապաստան խնդրելով։ Հեղինե տիկինը անձամբ ընդունեց նրան, լսեց նրա պատմությունը, այդ ժամանակվանից Բեատրիսը դարձել էր ամենահաճախակի հաճախողներից մեկը։ Ես պատրաստ էի հրաժարվել կյանքից։ Կարծում էի, որ ոչ ոք այլս չի հոգում, գոյություն ունեմ, թե ոչ։ Բայց այստեղ, այս օրհնված վայրում, ես գտա ոչ միայն շարունակելու պատճառ, այլ նոր ընտանիք։ Ես սովորեցի, որ ծերանալը պատմության ավարտը չէ, այլ պարզապես նոր գլուխ։ Եվ այս գլուխը կարող է լինել նույնքան գեղեցիկ, որքան նախորդները, քանի դեռ կա սեր, հարգանք, արժանապատվություն։ Արցունքները հոսում էին ներկաներից շատերի դեմքերով։ Այլ մարդիկ բարձրացան բեմ, կիսվելու իրենց պատմություններով։ 90-ամյա մի պարոն, ով կենտրոնում սովորել էր նկարել, հիմա իր կտավները վաճառում էր պատկերասրահներում։ 75-ամյա մի տիկին, ով նոր սեր էր գտել ամենամսյա պարերի ժամանակ։ 80-ամյա մի տղամարդ, ով տարիներ շարունակ տանը մեկուսացված լինելուց հետո հայտնաբերել էր շախմատ սովորեցնելու ուրախությունը Հարան համայնքի երեխաներին։ Յուրաքանչյուր պատմություն այդ նախագծի փոխակերպող ուժի վկայությունն էր։ Բայց բոլորը համաձայն էին, որ այս ամենը գոյություն չէր ունենա առանց մի երիտասարդ աշխատողի քաջության, ով ամեն ինչ ռիսկի էր դրել ճիշտը անելու համար։ Երբ Մարիամի հերթը եկավ խոսելու, նա բարձրացավ բեմ դողալով։ Ոչ թե վախից, այլ այն հուզմունքից, որ տեսնում էր այդքան շատ կյանքեր, որոնց դիպել էին։ Նա նայեց ամբոխին, խորը շունչ քաշեց, նախքան սկսելը։ 5 տարի առաջ ես պարզապես մի գյուղացի աղջիկ էի, ով եկել էր մեծ քաղաք, աշխատանք փնտրելու։ Ես չէի պատկերացնում, որ ավելին կգտնեմ, քան պարզապես աշխատանք։ Ես գտա ընտանիք։ Ես գտա նպատակ։ Եվ ես գտա այն քաջությունը, որը նույնիսկ չգիտեի, որ ունեմ իմ ներսում։ Երբ տեսա, թե ինչպես հեղինե տիկինը կամաց ոչնչացվում էր մեկի կողմից, ով միայն ուզում էր նրանից օգտվել, ես գիտեի, որ պետք է գործեմ։ Ոչ թե այն պատճառով, որ դա իմ աշխատանքն էր, այլ այն պատճառով, որ դա ճիշտ բանն էր անելու։ Որովհետև նա դրան արժանի չէր։ Որովհետև ոչ ոք արժանի չէ, որ իրեն վերաբերվեն որպես դեն նետվածի, պարզապես ծերանալու պատճառով։ Նա դադար տվեց, արցունքները սկսեցին հոսել։ Այս կենտրոնը գոյություն ունի, որովհետև հեղինե տիկինը նրա Ռուբենը ցավը վերածել են նպատակի։ Բայց այն նա գոյություն ունի, որովհետև մենք բոլորս հավատում ենք, որ յուրաքանչյուր կյանք արժեք ունի, անկախ տարիքից։ Որ յուրաքանչյուր մարդ արժանի է արժանապատվության, հարգանքի, սիրո։ Եվ որ ընտանիքը միայն նրանք չեն, ովքեր կիսում են մեր արյունը, այլ նրանք, ովքեր ընտրում են մնալ մեր կողքին ամենադժվար պահերին։ Ծափահարությունները խլացուցիչ էին։ Հեղինե տիկինը բարձրացավ բեմ, ամուր գրկեց Մարիամին։ Ռուբենը միացավ նրանց, երեքը կանգնած էին այնտեղ գրկախառնված, մինչդեռ հարյուրավոր մարդիկ նշում էին ոչ միայն տարեդարձը, այլ սիրո հաղթանակը չարության նկատմամբ, քաջուդ Յանը, վախի նկատմամբ, հույսի, հուսահատության նկատմամբ։
Երբ ծափահարությունները վերջապես դադարեցին, Հեղինե տիկինը վերցրեց խոսափողը։ Նրա ձայնը ամուր էր, լի հուզմունքով, բայց նա ուժով։ Սիրելիներս, 5 տարի առաջ ես գրեթե ամեն ինչ կորցրել էի։ Իմ տունը, իմ ինքնավարությունը, իմ արժանապատվությունը։ Մի չար մարդ գրեթե ոչնչացրել էր ոչ միայն իմ նյութական ունեցվածքը, այլ իմ ինքնությունը։ Բայց 3 բան փրկեց ինձ՝ Մարիամի քաջությունը, իմ որդի Ռուբենի սերը, այն վստահությունը, որ քանի դեռ աշխարհում լավ մարդիկ կան, հույս կա։ Նա մատնացույց արեց շրջակա այգիները։ Դուք տեսնու եք այս վարդերը։ Դրանք գրեթե պոկվել էին։ Ինչ-որ մեկը ուզում էր դրանք ոչնչացնել, որովհետև դրանք ներկայացնում էին անցյալը, որովհետև դրանք տեղ էին զբաղեցնում, որը կարող էր օգտագործվել ավելի ժամանակակից, ավելի շահութաբեր բանի համար։ Բայց այս ծաղիկները պարզապես բույսեր չեն։ Դրանք հիշողություն են, սեր են, ապացույցն են, որ գեղեցիկ բաները կարող են շարունակել ծաղկել նույնիսկ դժվար ժամանակներից հետո։ Նա սրբեց արցունքները, նախքան շարունա կելը։ Եվ այսօր ես ուզում եմ 3 կարևոր հայտարարություն անել։ Առաջինը, Մարիամ, դու, ով եկար որպես աշխատող դարձար իմ փրկիչը, իմ մտերիմը, իմ սրտի դուստրը, ես ուզում եմ պաշտոնապես հաստատել այն, ինչ բոլորն արդեն գիտեն։ Դու իմ դուստրն ես։ Ոչ թե թղթի վրա, որովհետև դա կարևոր չէ, այլ բոլոր այն իմաստներով, որոնք իսկապես հաշվում են։ Եվ ես ուզում եմ, որ բոլորը իմանան դա։ Հանրությունը պայթեց ծափահարություններով։ Մարիամը բացահայտ լացում էր, գրկած Հեղինե տիկնոջը։ Ռուբենը նույնպես արցունքներ ուներ աչքերում, ուրախ, որ տեսնում էր մորը վերջապես պաշտոնապես ճանաչելով այն կապը, որը միշտ գոյություն ուներ։ Երկրորդ հայտարարությունը, իմ որդի Ռուբենը որոշել է կառուցել մի ամբողջական ծերունական համալիր, աջակցվող բնակարաններով, բժշկական կենտրոնով, ժամանցի տարածքներով, ամեն ինչ նախագծված, որպեսզի տարեցները կարողանան ապրել ինքնավարությամբ, արժանապատվությամբ։ Դա կլինի նմանատիպ ամենամեծ նախագիծը Գյումրու մարզում։ Եվ այս համալիրը կկրի մի շատ հատուկ մարդու անունը։ Նա դրամատիկ դադար տվեց, ուղղակիորեն նայելով Մարի։ Ամին։ Այն կկոչվի Մարիամ Սիլվա համալիր, ի պատիվ այն կնոջ, ով ապացուցեց, որ սովորական մարդը կարող է արտասովոր բաներ անել, երբ գործում է քաջությամբ սիրով։ Մարիամը ձեռքերով ծածկեց դեմքը, ամբողջովին հուզված։ Երբեք, նույնիսկ իր ամենահամարձակ երազանքներում, նա չէր պատկերացրել, որ մի օր իր անունը կապված կլինի այդքան մեծ, այդքան կարևոր բանի հետ։ Լորիի մարզի աղքատ աղջիկը, ով քաղաք եկավ հին ճամպրուկով քիչ երազանքներով, այժմ կհավերժանա մի համալիրում, որը կօգներ հազարավոր մարդկանց։ Եվ երրորդ հայտարարությունը, ես ստեղծել եմ հիմնադրամ, որը կապահովի, որ այս աշխատանքը շարունակվի սերունդներով։ Ես իմ ունեցվածքի զգալի մասը հատկացրել եմ, որպեսզի կենտրոնները երբեք չփակվեն, որպեսզի միշտ ռեսուրսներ լինեն կարիքավորներին ընդունելու համար։ Որովհետև սա չի կարող լինել պարզապես մի ընտանիքի նախաձեռնություն։ Այն պետք է լինի ժառանգություն ամբողջ հասարակության համար։ Տոնակատարությունը շարունակվեց մինչ մթնշաղ։ Երաժշտություն կար, պար, կիսված պատմություններ, ծիծաղ արցունքներ։ Երբ ալը սկսեց մայր մտնել, երկինքը նկարելով նարնջագույնով վարդագույնով, Հեղինե տիկինը, Ռուբենը, Մարիամը մի փոքր հեռացան ամբոխից գնացին կենտրոնի այգիներում տնկված վարդի ծաղկանոց։ Նրանք կանգնած էին այնտեղ երեքով միասին, նայելով ծաղիկներին, որոնք նուրբ ճոճվում էին երեկոյան զեփյուռից։ Դա խորհրդածության, երախտագիտության, այն բանի ճանաչման պահ էր, թե որքան հեռու էին հասել։ Գիտեք, սկսեց Հեղինե տիկինը, երբ Վերոնիկան սպառնաց պոկել Անտոնի վարդերը, ես մտածեցի, որ դա ամեն ինչի վերջն է։ Բայց հիմա հասկանում եմ, որ դա պարզապես սկիզբն էր։ Այդ վարդերը շարունակում են ծաղկել առանձնատանը, այստեղի վարդերը ծաղկեցին այն բանի շնորհիվ, ինչ մենք ապրեցինք։ Մենք բազմապատկեցինք սերը, հույսը։ Եվ դա շատ ավելի հզոր է, քան ցանկացած չարություն։ Ռուբենը մի կողմից գրկեց մորը, իսկ մյուս կողմից Մարիամին։ Ես սովորեցի, որ ընտանիքը միայն նրանք չեն, ովքեր մեր հետ են ծնվում։ Դա նրանք են, ովքեր ընտրում են մնալ, ովքեր պայքարում են մեզ համար, ովքեր մեր ամենավատ պահերը վերածում են աճի հնարավորությունների։ Դուք երկուստ ինձ դա սովորեցրիք։ Եվ դուք 100 ավոր մարդկանց, ովքեր անցնում են մեր կենտրոններով, սովորեցրիք, որ երբեք ուշ չէ նորից սկսելու, նպատակ գտնելու, երջանիկ լինելու համար։ Մարիամը նայեց մտնող երկնքին, տեսավ, թե ինչպես էին առաջին աստղերը սկսում հայտնվել։ Երբեմն մտածում եմ, թե ինչ կլիներ, եթե ես այդ օրը քաջություն չունենայի գործելու։
Եթե վախենայի, եթե լռեի։ Հեղինե տիկինը այստեղ չէր լինի։ Այս կենտրոնը գոյություն չէր ունենա։ Այս բոլոր մարդիկ հույս չէին գտնի։ Եվ ես չէի գտնի իմ իսկական ընտանիքը։ Մի պահի քաջությունը ամեն ինչ փոխեց։ Երեքը մնացին այնտեղ մինչ գիշերվա լիովին իջնելը։ Հեռվից դեռ կարող էին լսել տոնակատարության երաժշտությունը, տարեցների ծիծաղը, ովքեր ուրախություն էին գտել այնտեղ, որտեղ նախկինում միայն մենակություն կար։ Եվ երբ նրանք վերջապես վերադարձան միանալու խնջույքին, դա արեցին երախտագիտությամբ լի սրտով վստահությամբ, որ կառուցել էին մի բան, որը գերազանցում էր իրենց սեփական կյանքերը։ Այդ գիշեր, երբ տոնակատարությունն ավարտվում էր, մարդիկ սկսում էին հեռանալ, մի տարեց տիկին մոտեցավ Մարիամին։ Նա արցունքներ ուներ աջ քերում ամուր բռնեց աղջկա ձեռքը։ Շնորհակալություն գոյություն ունենալու համար։ Շնորհակալություն քաջ լինելու համար, երբ ոչ ոք այլս չէր լինի։ Ձեր շնորհիվ իմ տատիկը գտավ այս վայրը նորից սկսեց ժպտալ։ Ձեր շնորհիվ շատ ընտանիքներ, ինչպես իմը, սովորեցին, որ տարեցները բեռ չեն, այլ գանձեր։ Դուք փոխեցիք աշխարհը, նույնիսկ եթե դա փոքր աշխարհ է։ Բայց մեզ համար դա ամեն ինչ է։ Մարիամը գրկեց տիկնոջը, զգալով այդ խոսքերի ծանրությունը։ Դա էր։ Ի վերջո, դա մեծ ժեստերի կամ հանրային ճանաչումների մասին չէր։ Դա առանձին կյանքերի մասին էր, որոնց դիպել էին, մարդկանց, ովքեր հույս էին գտել, վերականգնվող ընտանիքների մասին։ Երբ վերջին մարդը հեռացավ, կենտրոնը լռեց, Ռուբենը, Հեղինե տիկինը, Մարիամը վերջին զբոսանքը կատարեցին այգիներով։ Նուրբ լույսերը լուսավորում էին արահետները, վարդի թփերը լուսնի լույսի ներքո գրեթե կախարդական էին թվում։ Այստեղից ամեն ինչ սկսվեց, ասաց Հեղինե տիկինը։ Սիրով տնկված ծաղիկներով։ Եվ տեսեք, թե ինչի է վերածվել։ Հույսի ամբողջ այգիներ, ծաղկող ամենուր։ Ռուբենը ժպտաց։ Եվ մենք կշարունակենք կտնկել։ Որովհետև հիմա հասկանում ենք, որ դա մեր նպատակն է։ Ոչ միայն հարստություն կուտակել կամ ընկերություններ կառուցել, այլ արժանապատվություն, հարգանք, սեր մշակել։ Մարիամը նայեց երկուսին, այն ընտանիքին, որը ճակատագիրը նրան էր տվել, գիտեր, որ վերջապես տանն էր։ Ոչ թե այն ֆիզիկական տանը, որտեղ նա աշխատում էր, այլ այն տանը, որը սիրտը կառուցում է, երբ գտնում է մարդկանց, ովքեր իսկապես սիրում են։ Եվ Դիլիջանի այդ հանգիստ գիշերվա ընթացքում, աստղազարդ երկնքի տակ վարդերով շրջապատված, որոնք հրաժարվում էին մեռնելուց, երեքը ճանաչեցին բոլորից ամենախորը ճշմարտությունը, իսկական ընտանիքը այն է, որը ձավորվում է սիրով, երախտագիտությամբ այն պաշտպանելու քաջությամբ, ով ինքն իրեն պաշտպանել չի կարող։ Սիրելի ունկնդիրներ, հուսով ենք, որ Մարիամի, Հեղինե տիկնոջ Ռուբենի պատմությունը խորապես դիպել է ձեր սրտերին։ Այս ճամփորդությունը մեզ հիշեցնում է, որ քաջությունը կարող է ծաղկել ամենաանսպասելի վայրերում, որ իսկական սերը գերազանցում է ցանկացած արյան կապ։ Եթե այս պատմությունը հուզել է ձեզ, մի մոռացեք բաժա նորթագրվել մեր ալիքին, ակտիվացնել զանգակը, որպեսզի բաց չթողնեք մեր ամենօրյա պատմությունները։ Թողեք հավանում, եթե հավատում եք բարության հավատարմության ուժին, մեկնաբանություններում պատմեք մեզ, թե որ պահն է ձեզ ամենաշատը դիպել այս պատմության մեջ։ Մենք հատուկ երգացանք ենք պատրաստել այլ նույնքան գրավիչ պատմություններով, որոնք ուսումնասիրում են ընտանեկան կապերը, հաղթահարումը, անվերապահ սերը։ Գտեք, սեղմելով այստեղ։ Ամեն օր մենք ներկայացնում ենք եզակի պատմություններ, որոնք նշում են կյանքի բարդությունն ու գեղեցկությունը։ Կիսվեք այս պատմությամբ մեկի հետ, ով պետք է հավատա, որ միշտ հույս կա, նույնիսկ ամենամութ պահերին։ Կհանդիպենք մեկնաբանություններում հաջորդ պատմության մեջ։ Մինչ շուտով։